Այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր մարմնի յուրաքանչյուր ատոմում թաքնված է այնքան էներգիա, որ կարող է մեկ ամբողջ օր սնուցել ամբողջ քաղաք։ Ոչ թե փոքրիկ քաղաք, մեծ քաղաք, միլիոնավոր բնակիչներով։ Եվ դա ոչ թե գիտական ֆանտաստիկա է, դա ֆիզիկայի հիմնական օրենքն է, որը տիեզերքը թաքցրել է մեզանից 13 միլիարդ տարի։ Ձեր ձեռքում գտնվող յուրաքանչյուր ատոմ, ձեր սրտում բաբախող յուրաքանչյուր մոլեկուլ, ձեր թոքերում շնչող յուրաքանչյուր թթվածնի ատոմ, բոլորն են էներգիայի օվկիանոսներ, որոնք սպասում են իրենց ազատման պահին։ Բայց ինչու մենք չենք տեսնում այդ էներգիան։ Ինչու է մեր մարմինը թվում կայուն, պինդ, անփոփոխ։ Պատասխանը կրկնակի է։ Նախ, տիեզերքը ստեղծել է անհավատալի ուժեղ բանդ այդ էներգիայի համար։ Երկրորդ, մենք սովորել ենք տեսնել միայն մակերեսը, ոչ թե խորքը։ Երբ դուք նայում եք ձեր ձեռքին, դուք տեսնում եք մաշկ, բայց իրականում դուք նայում եք էներգիայի փոթորկի վրա, որը պտտվում է միլիարդավոր անգամ վայրկյանում։ Դուք նայում եք լույսի վրա, որը սառեցվել է նյութի ձևով։ 1913 թվականին Մանչեսթերի համալսարանում Էրնեստ Ռեզերֆորդը կատարեց փորձ, որը ընդմիշտ փոխեց մեր պատկերացումները նյութի մասին։ Նա արձակեց ալֆա մասնիկներ ոսկու բարակ թերթիկի վրա։ Ռեզերֆորդը սպասում էր, որ մասնիկները կանցնեն ուղիղ կամ մի փոքր շեղվեն, բայց ինչ-որ բան անհավատալին տեղի ունեցավ։ Որոշ մասնիկներ հետ ցատկեցին, կարծես բախվել էին անտեսանելի պատի։ Ռեզերֆորդը հետագայում կասեր. «Դա այնպիսի զարմանալի էր, կարծես դուք արձակեիք 15 ինչ թնդանոթի ձայնը թղթի թերթիկի վրա, եւ այն վերադառնար ու հարվածեր ձեզ»։ Այդ օրը Ռեզերֆորդը հայտնաբերեց ատոմի միջուկը, բայց նա հայտնաբերեց ավելին։ Նա հայտնաբերեց, որ ատոմը գրեթե ամբողջովին դատարկ է։ Պատկերացրեք, որ ատոմի միջուկը ֆուտբոլի գնդակի չափի է, ապա ամենամոտ էլեկտրոնը կգտնվեր 30 կիլոմետր հեռավորության վրա։ Ամեն ինչ, ինչ գտնվում է դրանց միջև, դատարկություն է։ Ձեր մարմինը, որը թվում է այդքան պինդ եւ իրականում 19,9 դատարկություն է։ Բայց եթե մենք գրեթե ամբողջովին դատարկություն ենք, ինչու մենք չենք անցնում պատերի միջով։ Ինչու է աթոռը պահում մեր քաշը։ Ինչու է մեր ձեռքը չի անցնում սեղանի միջով։ Պատասխանը կայանում է էլեկտրամագնիսական ուժում։ Երբ ձեր ձեռքը դիպչում է սեղանին, իրականում ձեր ատոմների էլեկտրոնները եւ սեղանի ատոմների էլեկտրոնները հեռացնում են միմյանց։ Դուք երբեք իսկապես չեք դիպչում որևէ բանի։ Ձեր ամբողջ կյանքում դուք լողացել եք էլեկտրամագնիսական դաշտերի օվկիանոսում, երբեք իսկապես չդիպչելով որևէ բանի։ Այժմ եկեք խորանանք ավելի խորը։ Ինչ է կազմում այդ փոքրիկ միջուկը, որը պահում է ատոմի ամբողջ զանգվածը։ 1932 թվականին Ջեյմս Չեդվիկը հայտնաբերեց նեյտրոնը։ Այժմ մենք գիտեինք, որ միջուկը բաղկացած է պրոտոններից եւ նեյտրոններից, բայց պատմությունը չի ավարտվում այստեղ։ 70 թվականներին ֆիզիկոսները հայտնաբերեցին, որ պրոտոնները եւ նեյտրոնները ինքնին բաղկացած են ավելի փոքր մասնիկներից՝ կվարկերից։ 3 կվարկ յուրաքանչյուր պրոտոնում, 3 կվարկ յուրաքանչյուր նեյտրոնում։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես տարօրինակ։ Երբ ֆիզիկոսները փորձեցին հաշվել պրոտոնի զանգվածը, գումարելով նրա կվարկերի զանգվածները, նրանք հայտնաբերեցին անհավատալի բան։ 3 կվարկերի զանգվածը կազմում է պրոտոնի ընդհանուր զանգվածի միայն 1%-ը։ Միայն 1%։ Որտեղ է մնացած 99%-ը։ Որտեղ է պրոտոնի զանգվածի գրեթե ամբողջ զանգվածը։ Պատասխանը կայանում է դաշտերում։ Կվարկերը միացված են միմյանց հետ գլյուոններով, ուժի կրողներով, որոնք փոխանցում են ուժեղ միջուկային ուժը։ Եվ այդ գլյուոնային դաշտերը, որոնք լցնում են պրոտոնի ներսը, ունեն էներգիա։ Անհավատալի քանակությամբ էներգիա։ Եվ Էյնշտեյնի հայտնի բանաձևի համաձայն էներգիան ունի զանգված։ 99% պրոտոնի զանգվածից գալիս է ոչ թե նյութից, այլ էներգիայից, մաքուր, անմիջական, կենդանի էներգիայից։ Հիմա պատկերացրեք սա։ Ձեր մարմինը պարունակում է մոտավորապես 7 օկտիլիոն ատոմ։ Դա 7-ը 30 զրոյով։ Յուրաքանչյուր ատոմ պարունակում է պրոտոններ եւ նեյտրոններ։ Յուրաքանչյուր պրոտոն եւ նեյտրոն 99%-ով էներգիա է։ Դուք կարող եք հաշվել թվերը։ Ձեր մարմինը պարունակում է բավականաչափ էներգիա, որպեսզի սնուցի ամբողջ երկիրը մի քանի օր։ Բավականաչափ էներգիա, որպեսզի գոլորշիացնի բոլոր օվկիանոսները։ Բավականաչափ էներգիա, որպեսզի փոխի աշխարհի դեմքը։ Բայց ինչու մենք չենք զգում այդ էներգիան։ Ինչու մենք չենք փայլում,
ինչպես աստղերը։ Պատասխանը կայանում է կապի մեջ։ Այն էներգիան բանտարկված է ամենաուժեղ ուժով տիեզերքում՝ ուժեղ միջուկային ուժով։ Այս ուժը այնքան ուժեղ է, որ երբեք չի թուլացնում իր բռնելը։ Այն պահում է կվարկերը միասին պրոտոնների ներսում։ Այն պահում է պրոտոնները և նեյտրոնները միասին միջուկների ներսում։ Այն ստեղծում է կայունություն այն աշխարհում, որը հիմնականում դատարկություն է։ 1905 թվականին, երբ Ալբերտ Էյնշտեյնը գրեց իր հայտնի բանաձևը E հավասար է mc քառակուսի, նա չգիտեր, թե որքան խորն է այդ հավասարումը։ Նա ցույց տվեց, որ զանգվածը և էներգիան միևնույն բանի երկու դեմքերն են, որ նյութը կարող է վերածվել էներգիայի և էներգիան կարող է վերածվել նյութի։ Բայց նա չգիտեր, որ գրեթե ամբողջ նյութը արդեն իսկ էներգիա է, որ պրոտոնները, որոնք կազմում են ամեն ինչ, ինչ մենք տեսնում ենք, 99%-ով մաքուր էներգիա են։ Պատկերացրեք լույսի ճառագայթ, ֆոտոն, որը ճանապարհորդում է տիեզերքով լույսի արագությամբ։ Այժմ պատկերացրեք, որ այդ լույսը կարող է դանդաղեցվել, սեղմվել, բանտարկվել այնքան փոքր տարածության մեջ, որ այն դառնում է նյութ։ Դա է, ինչ տեղի է ունեցել 13 միլիարդ տարի առաջ, մեծ պայթյունից հետո։ Տիեզերքը լցված էր մաքուր էներգիայով, և երբ այն սառեց, այդ էներգիան սառեցավ նյութի ձևով։ Կվարկերը, էլեկտրոնները, բոլոր հիմնական մասնիկները, բոլորն են սառեցված լույս։ Բայց պատմությունը դեռ ավելի խորն է։ Որտեղից են եկել այդ ատոմները, 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 որը կարող է ստեղծվել սովորական աստղային միաձուլման միջոցով։ Բայց բոլոր ավելի ծանր տարրերը, պղինձը, արծաթը, ոսկին, ուրանը պահանջում են ավելի շատ էներգիա։ Դրանք ստեղծում են միայն սուպերնովայի պայթյունում։ Երբ զանգվածային աստղը մահանում է, նա պայթում է այնպիսի ուժով, որ մի քանի վայրկյանում արտադրում է ավելի շատ էներգիա, քան մեր արեգակը կարտադրի իր ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ այդ անհավատալի էներգիայի մեջ ստեղծում են բոլոր ծանր տարրերը։ Այդ տարրերը ցրվում են տիեզերքում, դրանք ճանապարհորդում են միլիարդավոր տարիներ, դրանք հավաքվում են նոր աստղերի և մոլորակների շուրջ, և վերջապես, մի օր, դրանք դառնում են մարդու մարմնի մաս։ Ձեր մարմնի յուրաքանչյուր ատոմ, բացի ջրածնից, ստեղծվել է աստղի ներսում։ Դուք բառացիորեն կազմված եք աստղային փոշուց։ Դուք տիեզերքի միջոցն եք, որով նա ճանաչում է ինքն իրեն։ Հիմա եկեք վերադառնանք էներգիայի հարցին։ Մենք ասացինք, որ յուրաքանչյուր ատոմ պարունակում է օվկիանոս էներգիա, բայց ինչպես մենք կարող ենք չափել այդ էներգիան։ Ինչպես մենք կարող ենք հասկանալ, թե որքան էներգիա է թաքնված մեկ փոքրիկ ատոմում։ Էյնշտեյնի բանաձևը տալիս է մեզ պատասխանը։ E հավասար է mc քառակուսի։ Էներգիան հավասար է զանգվածին բազմապատկած լույսի արագության քառակուսով։ Եկեք վերցնենք 1 կիլոգրամ նյութ, ցանկացած նյութ, ջուր, երկաթ, մարդու մարմին։
Լույսի արագությունը 30 միլիոն մետրեվարկյանում։ Քառակուսի դարձրեք այդ թիվը։ Դուք ստանում եք 9 բազմապատկած 10-16 աստիճանի, 9 հետևված 16 0-ով։ Դա ջուլներով էներգիայի քանակն է 1 կիլոգրամ նյութում։ Որպեսզի հասկանանք այդ թիվը, պատկերացրեք, որ 1 կիլոգրամ նյութը կարող է արտադրել բավականաչափ էլեկտրաէներգիա, որպեսզի սնուցի միջին ամերիկյան տուն 3 միլիոն տարի։ Բայց մենք չենք կարող հասանելի դարձնել այդ էներգիան, ոչ թե ամբողջությամբ։ Միակ ճանապարհը, որով մենք կարող ենք ազատել այդ էներգիան, միջուկային ռեակցիաներն են։ Եվ նույնիսկ ամենաարդյունավետ միջուկային ռեակցիաները վերածում են զանգվածի միայն մի փոքր մասսա էներգիայի։ Միջուկային ֆիսիան, որը օգտագործում է ատոմային էլեկտրակայաններում, վերածում է զանգվածի մոտավորապես 0.1% էներգիայի։ Միջուկային ֆուզիան, որը սնուցում է արեգակը, վերածում է մոտավորապես 0.7%։ Բայց նույնիսկ այդ փոքր տոկոսները արտադրում են անհավատալի քանակությամբ էներգիա։ Արեգակը յուրաքանչյուր վայրկյան վերածում է 4 միլիոն տոննա զանգված էներգիայի։ 4 միլիոն տոննա նյութ պարզապես անհետանում է, վերածվելով մաքուր լույսի և ջերմության։ Եվ այդ էներգիան ճանապարհորդում է տիեզերքով, հասնում է երկրին և դառնում է կյանքի հիմքը։ Յուրաքանչյուր բույս, որը աճում է, յուրաքանչյուր կենդանի, որը շնչում է, յուրաքանչյուր մարդ, որը մտածում է, բոլորը սնվում են այդ էներգիայով, որը մեկ անգամ եղել է զանգված արեգակի միջուկում։ Հիմա պատկերացրեք, որ մենք կարող էինք հասանելի դարձնել ամբողջ էներգիան, որը թաքնված է նյութում։ Պատկերացրեք, որ մենք կարող էինք վերածել զանգվածի 100% էներգիայի։ 1 գրամ նյութը կարող էր արտադրել բավականաչափ էներգիա, որպեսզի սնուցի մեծ քաղաք 1 օր։ 1 կիլոգրամը կարող էր արտադրել բավականաչափ էներգիա, որպեսզի սնուցի ամբողջ երկիրը մի շաբաթ։ Մարդու մարմինը, որը կշռում է միջինում 70 կիլոգրամ, կարող էր արտադրել բավականաչափ էներգիա, որպեսզի սնուցի ամբողջ մարդկությունը մի քանի ամիս։ Բայց մենք չենք կարող անել դա, ոչ թե դեռ։ Տիեզերքը պահպանել է այդ էներգիան ամենաուժեղ բանտում, որը գոյություն ունի։ Ուժեղ միջուկային ուժը, որը պահում է կվարկերը միասին, այնքան ուժեղ է, որ մենք չենք կարող այն կոտրել։ Մենք կարող ենք միայն մի փոքր քերծել այն, միջուկային ֆիսիայի կամ ֆուզիայի միջոցով։ Բայց ամբողջ էներգիան 99%-ը, որը թաքնված է գլյուոնային դաշտերում, մնում է անհասանելի։ Եվ գուցե դա լավ է, գուցե տիեզերքը իմաստուն է, թաքցնելով այդ էներգիան մեզանից։ Որովհետև եթե մենք կարող էինք հասանելի դարձնել այդ էներգիան, մենք կունենայինք ուժ, որը կարող էր ոչնչացնել մոլորակներ։ Մենք կունենայինք ուժ, որը կարող էր փոխել տիեզերքի դեմքը։ Եվ պատմությունը ցույց է տվել, որ մարդկությունը ոչ միշտ է իմաստուն օգտագործում իր ուժը, բայց գիտելիքը ինքնին ուժ է։ Հասկանալը, որ մեր մարմինները կազմված են էներգիայից, ոչ թե նյութից, փոխում է մեր հայացքը իրականության վրա։ Մենք ոչ թե պինդ օբյեկտներ ենք, որոնք շարժվում են դատարկ տիեզերքում։ Մենք էներգիայի ալիքներ ենք, որոնք ժամանակավորապես ստացել են ձև։ Մենք լույսի փունջեր ենք, որոնք սովորել են մտածել։ Մենք տիեզերքի միջոցն ենք, որով նա ճանաչում է ինքն իրեն։ Երբ դուք նայում եք ձեր ձեռքին, դուք տեսնում եք մաշկ, մկաններ, ոսկորներ։ Բայց եթե դուք կարող էիք տեսնել ավելի խորը, դուք կտեսնեիք ատոմներ, որոնք պտտվում են միլիարդավոր անգամ վայրկյանում։ Եթե դուք կարող էիք տեսնել դեռ ավելի խորը, դուք կտեսնեիք պրոտոններ և նեյտրոններ, որոնք բաղկացած են կվարկերից։ Եվ եթե դուք կարող էիք տեսնել ամենախորը, դուք կտեսնեիք գլյուոնային դաշտեր, որոնք եռում են էներգիայով։ Դուք կտեսնեիք, որ ձեր մարմինը ոչ թե բան է, այլ պրոցես, ոչ թե օբյեկտ, այլ իրադարձություն։ Եվ այդ էներգիան, որը կազմում է ձեր մարմինը, ոչ թե նոր է, այն հին է, որքան տիեզերքը։ Այն ստեղծվել է մեծ պայթյունում 13 միլիարդ տարի առաջ։ Այն անցել է անհամար ձևերի միջով։ Այն եղել է աստղերի մաս, մոլորակների մաս, օվկիանոսների մաս։ Այն եղել է դինոզավրների մաս, ծառերի մաս, մարդկանց մաս։ Եվ երբ դուք մահանաք, այդ էներգիան չի անհետանա։ Այն պարզապես կփոխի ձևը։ Այն կվերադառնա տիեզերք, որպեսզի դառնա ինչ-որ նոր բանի մաս։ Սա է տիեզերքի գաղտնիքը, որը նա թաքցրել է մեզանից 13 միլիարդ տարի։ Մենք ոչ թե առանձին էակներ ենք, որոնք ապրում են կարճ կյանք, մենք տիեզերքի մասն ենք, որը ժամանակավորապես ստացել է գիտակցություն։
Մենք էներգիայի ալիքներ ենք, որոնք սովորել են սիրել, երազել, ստեղծել։ Եվ երբ մեր ալիքը անցնում է, էներգիան մնում է, պատրաստ ստեղծելու նոր ալիքներ, նոր ձևեր, նոր կյանք։ Բայց ինչպես այս ամենը տեղի է ունեցել։ Ինչպես էներգիան վերածվեց նյութի, ինչպես նյութը վերածվեց աստղերի, մոլորակների։ 13 միլիարդ տարի առաջ տիեզերքը չգոյություն ուներ։ Ոչ տարածություն, ոչ ժամանակ, ոչ նյութ, ոչ էներգիա, ոչինչ։ Եվ հետո մեկ անսահման փոքր պահի ընթացքում ամեն ինչ սկսվեց։ Ամբողջ տիեզերքը, ամեն ինչ, ինչ երբևէ կլինի, սեղմված էր մեկ կետում, որը փոքր էր, քան ատոմի միջուկը։ Եվ այդ կետում էներգիայի խտությունը եւ ջերմաստիճանը անսահման էին։ Ֆիզիկայի բոլոր օրենքները, որոնք մենք գիտենք, կոտրվում էին այդ պայմաններում։ Ժամանակը եւ տարածությունը չունեին իմաստ, պատճառը եւ հետևանքը չգոյություն ունեին։ Եվ հետո տեղի ունեցավ մեծ պայթյունը։ Ոչ թե պայթյուն տարածության մեջ, այլ տարածության ինքնին պայթյուն։ Տիեզերքը սկսեց ընդլայնվել անհավատալի արագությամբ։ Առաջին վայրկյանի ընթացքում տիեզերքը ընդլայնվեց ավելի շատ, քան երբևէ կընդլայնվի հետագայում։ Այս պահը կոչվում է ինֆլյացիա։ Մեկ վայրկյանի, 1 միլիարդերորդ մասի, 1 միլիարդերորդ մասի, 1 միլիարդերորդ մասի ընթացքում տիեզերքը ընդլայնվեց 10-13 աստիճանի անգամ։ Պատկերացրեք, որ մեկ ատոմը հանկարծ դառնում է ամբողջ գալակտիկայի չափի։ Այդպիսի էր ինֆլյացիայի ուժը։ Բայց ինչու տեղի ունեցավ այս ամենը։ Ինչու տիեզերքը որոշեց գոյություն ունենալ։ Ֆիզիկոսները դեռ չգիտեն ամբողջ պատասխանը, բայց նրանք գիտեն, որ քվանտային մեխանիկայի օրենքները թույլ են տալիս, որ ինչ-որ բան ստեղծվի ոչնչից։ Քվանտային դաշտերը միշտ տատանվում են, նույնիսկ դատարկ տարածության մեջ, եւ այդ տատանումները կարող են ստեղծել վիրտուալ մասնիկներ, որոնք հայտնվում են եւ անհետանում են անհավատալի արագությամբ։ Սովորաբար այդ մասնիկները ապրում են այնքան կարճ ժամանակ, որ մենք չենք կարող նրանց հայտնաբերել։ Բայց մեծ պայթյունի պահին մեկ այդպիսի տատանումը դարձավ իրական։ Մեկ քվանտային տատանումը ստեղծեց ամբողջ տիեզերքը։ Առաջին վայրկյանի ընթացքում տիեզերքը լցված էր մաքուր էներգիայով։ Ոչ ատոմներ, ոչ պրոտոններ, ոչ նույնիսկ կվարկեր։ Միայն էներգիա, որը տատանվում էր անհավատալի ջերմաստիճանում։ Ջերմաստիճանը հասնում էր 10-32 աստիճանի Կելվին։ Այդ ջերմաստիճանում նույնիսկ լույսը չէր կարող ազատ շարժվել։ Ֆոտոնները անընդհատ բախվում էին այլ մասնիկների հետ, ստեղծելով եւ ոչնչացնելով նյութ եւ հականյութ։ Երբ տիեզերքը 1 միկրովայրկյան էր, ջերմաստիճանը իջավ բավականաչափ, որպիսի կվարկերը կարողանան ձևավորվել։ Մինչ այդ էներգիան այնքան բարձր էր, որ կվարկերը չէին կարող գոյություն ունենալ։ Դրանք ստեղծվում էին եւ անմիջապես ոչնչացվում էին։ Բայց երբ ջերմաստիճանը իջավ 10-12 աստիճանի Կելվինից ցածր, կվարկերը սկսեցին միանալ միմյանց հետ։ 3 կվարկ միավորվեցին, ստեղծելով 1 պրոտոն։ 3 այլ կվարկ միավորվեցին, ստեղծելով 1 նեյտրոն։ Այս պահը կոչվում է կվարկային սառեցում։ Մինչ այդ տիեզերքը եղել է կվարկ-գլիոնային պլազմածով, որտեղ կվարկերը եւ գլիոնները ազատ լողում էին։ Բայց երբ ջերմաստիճանը իջավ, այդ ծովը սառեցավ եւ կվարկերը բանտարկվեցին պրոտոնների եւ նեյտրոնների ներսում։ Եվ այդ բանտարկումը երբեք չի վերացել։ 13 միլիարդ տարի անց կվարկերը դեռ բանտարկված են, պահվում ուժեղ միջուկային ուժով։ Բայց ինչու կվարկերը չեն կարող ազատվել։ Ինչու է ուժեղ միջուկային ուժը այնքան ուժեղ։ Պատասխանը կայանում է գլիոնների տարօրինակ աշխարհում։ Բնույթում։ Սովորական ուժերը, ինչպիսիք են գրավիտացիան կամ էլեկտրամագնիսականությունը, թուլանում են հեռավորության հետ։ Երբ դուք հեռանում եք մագնիսից, նրա ուժը նվազում է։ Երբ դուք հեռանում եք մոլորակից, գրավիտացիան թուլանում է։ Բայց ուժեղ միջուկային ուժը գործում է հակառակ կերպով։ Որքան դուք փորձում եք հեռացնել կվարկերը միմյանցից, այնքան ուժեղ դառնում է ուժը, որը պահում է նրանց միասին։ Պատկերացրեք ռետինե ժապավեն, որը կապում է երկու գնդակ։ Երբ գնդակները մոտ են միմյանց, ժապավենը չի լարվում, բայց երբ դուք սկսում եք հեռացնել գնդակները, ժապավենը լարվում է ավելի ու ավելի շատ։ Եվ եթե դուք շարունակեք ձգել, ժապավենը կարող է կտրվել։ Բայց երբ այն կտրվում է, ռետինե ժապավենի երկու ծայրերը ստեղծում են նոր ծայրեր։ Նույն բանն է տեղի ունենում կվարկերի հետ։ Եթե դուք փորձեք հեռացնել մեկ կվարկը պրոտոնից, գլիոնային դաշտը լարվում է։ Եվ եթե դուք ավելացնեք բավականաչափ էներգիա,
դաշտը կտրվում է։ Բայց երբ այն կտրվում է, այն ստեղծում է նոր կվարք-հակակվարք զույգ։ Դուք երբեք չեք կարող մեկուսացնել մեկ կվարկը։ Դուք միշտ կստանաք զույգեր։ Սա է պատճառը, թե ինչու մենք երբեք չենք տեսել ազատ կվարք։ Սա է պատճառը, թե ինչու պրոտոնները այնքան կայուն են։ Եվ սա է պատճառը, թե ինչու էներգիան, որը թաքնված է գլիոնային դաշտերում, մնում է բանտարկված։ Տիեզերքը ստեղծել է կատարյալ բանտ, որը երբեք չի բացվում։ Եկեք վերադառնանք մեծ պայթյունին։ Երբ տիեզերքը 1 վայրկյան էր, պրոտոնները և նեյտրոնները արդեն ձևավորվել էին, բայց դրանք դեռ չէին միավորվել միջուկների մեջ։ Ջերմաստիճանը դեռ այնքան բարձր էր, որ ցանկացած միջուկ, որը ձևավորվում էր, անմիջապես ոչնչացվում էր բարձր էներգիայով ֆոտոնների կողմից։ Տիեզերքը պետք է սառեր ավելի շատ, որպեսզի միջուկները կարողանային գոյատևել։ Երբ տիեզերքը 3 րոպե էր, ջերմաստիճանը իջավ 1 միլիարդ կելվինի։ Այս ջերմաստիճանում պրոտոնները և նեյտրոնները սկսեցին միավորվել։ 2 պրոտոն և 2 նեյտրոն միավորվեցին, ստեղծելով հելիումի միջուկ։ 1 պրոտոն և 1 նեյտրոն միավորվեցին, ստեղծելով դեյտերիումի միջուկ։ Այս process-ը կոչվում է մեծ պայթյունի նուկլեոսինթեզ, և այն տևեց միայն մի քանի րոպե։ Երբ տիեզերքը 20 րոպե էր, ջերմաստիճանը իջավ այնքան ցածր, որ միջուկային ֆուզիան դադարեց։ Այդ 20 րոպեների ընթացքում տիեզերքը ստեղծեց իր ամբողջ հելիումը։ Մոտավորապես 25% բոլոր պրոտոնների և նեյտրոնների վերածվեցին, իջավ այնքան ցածր, որ միջուկային ֆուզիան դադարեց։ Այդ 20 րոպեների ընթացքում տիեզերքը ստեղծեց իր ամբողջ հելիումը։ Մոտավորապես 25% բոլոր պրոտոնների և նեյտրոնների վերածվեցին, իջավ այնքան ցածր, որ միջուկային ֆուզիան դադարեց։ Այդ 20 րոպեների ընթացքում տիեզերքը ստեղծեց իր ամբողջ հելիումը։ Մոտավորապես 25% բոլոր պրոտոնների և նեյտրոնների վերածվեցին, իջավ այնքան ցածր, որ միջուկային ֆուզիան դադարեց։ Այդ 20 րոպեների ընթացքում տիեզերքը ստեղծեց իր ամբողջ հելիումը։ Մոտավորապես 25% բոլոր պրոտոնների և նեյտրոնների վերածվեցին, իջավ այնքան ցածր, որ տիեզերքը պետք է անցներ մութ դարաշրջան։ Երբ տիեզերքը 30,000 տարեկան էր, ինչ-որ բան տարօրինակ տեղի ունեցավ։ Մինչ այդ տիեզերքը լցված էր պլազմայով, ծով էլեկտրոններից, պրոտոններից և ֆոտոններից, որոնք անընդհատ բախվում էին միմյանց հետ։ Լույսը չէր կարող ճանապարհորդել ուղիղ գիծ, որովհետև այն անընդհատ ցրվում էր ազատ էլեկտրոնների կողմից։ Տիեզերքը անթափանց էր, ինչպես թանձր մառախուղը։ Բայց երբ ջերմաստիճանը իջավ 3000 կելվինի, էլեկտրոնները սկսեցին միանալ միջուկներին։ Պրոտոնները բռնեցին էլեկտրոններ, ստեղծելով ջրածնի ատոմներ։ Հելիումի միջուկները բռնեցին էլեկտրոններ, ստեղծելով ատոմներ։ Հելիումի ատոմներ։ Այս պահը կոչվում է ռեկոմբինացիա։ Եվ երբ այն տեղի ունեցավ, տիեզերքը հանկարծ դարձավ թափանցիկ։ Ֆոտոնները այլևս չէին բախվում ազատ էլեկտրոնների հետ։ Դրանք կարող էին ազատ ճանապարհորդել տիեզերքով։ Այդ ֆոտոնները դեռ գոյություն ունեն այսօր։ Մենք կարող ենք հայտնաբերել դրանք որպես տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթում։ Երբ դուք տեսնում եք հին հեռուստացույցի ստատիկ աղմուկը, մոտավորապես 1% այդ աղմուկից գալիս է մեծ պայթյունից։ Դուք բառացիորեն տեսնում եք տիեզերքի ծնունդը։ Դուք տեսնում եք լույսը, որը ճանապարհորդել է 13 միլիարդ տարի, որպեսզի հասնի ձեր աչքերին։ Բայց ռեկոմբինացիայից հետո տիեզերքը մտավ մութ դարաշրջան։ Ոչ աստղեր, ոչ գալակտիկաներ, ոչ լույս։ Միայն ջրածնի և հելիումի ատոմներ, որոնք լողում էին մութ տիեզերքում։ Այս դարաշրջանը տևեց մոտավորապես 100 միլիոն տարի։ 100 միլիոն տարի, երբ տիեզերքը ամբողջովին մութ էր։ Բայց այդ մթության մեջ ինչ-որ բան սկսեց տեղի ունենալ։ Գրավիտացիան սկսեց իր աշխատանքը։ Տիեզերքը երբեք ոչ միայն մութ չէ, ամբողջովին հարթ չէր եղել։ Քվանտային տատանումները մեծ պայթյունի ժամանակ ստեղծել էին փոքրիկ անհավասարություններ խտության մեջ։ Որոշ տարածքներում ջրածինը մի փոքր ավելի խիտ էր, քան այլ տարածքներում, և այդ փոքրիկ տարբերությունները բավական էին։ Գրավիտացիան սկսեց ձգել ավելի շատ նյութ դեպի խիտ տարածքները։ Որքան ավելի շատ նյութ հավաքվում էր, այնքան ուժեղ դառնում էր գրավիտացիան։ Եվ որքան ուժեղ դառնում էր գրավիտացիան, այնքան ավելի շատ նյութ հավաքվում էր։ Այս process-ը կոչվում է գրավիտացիոն փլուզում, և այն ստեղծեց առաջին կառուցվածքները տիեզերքում։ Ջրածնի ամպերը սկսեցին կոկուտակվել,
Այդ ամպերը դարձան ավելի եւ ավելի խիտ, եւ երբ դրանք բավականաչափ խիտ դարձան, ինչ որ բան կախարդական տեղի ունեցավ։ Կենտրոնում ճնշումը եւ ջերմաստիճանը դարձան այնքան բարձր, որ ջրածնի ատոմները սկսեցին միաձուլվել։ Առաջին աստղերը վառվեցին։ Այդ առաջին աստղերը տարբեր էին ժամանակակից աստղերից։ Դրանք բաղկացած էին միայն ջրածնից եւ հելիումից։ Ոչ մի ածխածին, ոչ մի թթվածին, ոչ մի երկաթ։ Դրանք կոչվում են բնակչություն 3 աստղեր։ Եվ դրանք հսկայական էին։ Որոշները 100 անգամ ավելի զանգվածային էին, քան մեր արեգակը։ Այդ հսկա աստղերը այրում էին իրենց վառելիքը անհավատալի արագությամբ։ Դրանք ապրում էին միայն մի քանի միլիոն տարի, նախքան պայթելը որպես սուպերնովաներ։ Բայց այդ կարճ կյանքի ընթացքում դրանք ստեղծեցին ինչ-որ բան անգնահատելի։ Իրենց միջուկներում, որտեղ ջերմաստիճանը հասնում էր 100 միլիոն կելվինի, դրանք սկսեցին ստեղծել ավելի ծանր տարրեր։ Ջրածինը միաձուլվեց հելիումի մեջ, հելիումը միաձուլվեց ածխածնի մեջ, ածխածինը միաձուլվեց թթվածնի մեջ, եւ այսպես շարունակվեց մինչև հասնելը երկաթին։ Յուրաքանչյուր միաձուլման ռեակցիա արտադրում էր էներգիա, որը պահում էր աստղը փլուզումից։ Բայց երբ աստղը հասավ երկաթին, process-ը դադարեց։ Երկաթը ամենակայուն տարրն է տիեզերքում։ Երկաթի միջուկը ունի ամենացածր էներգիան իր զանգվածի համար։ Երկաթը միաձուլելը չի արտադրում էներգիա, այն պահանջում է էներգիա։ Այսպիսով, երբ աստղի միջուկը լցվում է երկաթով, միաձուլումը դադարում է։ Եվ առանց միաձուլման էներգիայի աստղը չի կարող դիմակայել գրավիտացիային։ Միջուկը սկսում է փլուզվել։ Այս փլուզումը տեղի է ունենում անհավատալի արագությամբ։ Մի քանի վայրկյանի ընթացքում աստղի ամբողջ միջուկը, որը չափերով հավասար է երկրին, փլուզվում է մի քանի տասնյակ կիլոմետր տրամագծով գնդի մեջ։ Ճնշումը դառնում է այնքան ծայրահեղ, որ էլեկտրոնները ստիպված են միանալ պրոտոնների հետ, ստեղծելով նեյտրոններ։ Ամբողջ աստղը վերածվում է հսկայական նեյտրոնային գնդի։ Բայց փլուզումը չի կարող շարունակվել անվերջ։ Նեյտրոնները դիմադրում են հետագա սեղմանը, եւ երբ փլուզվող միջուկը հարվածում է այդ նեյտրոնային գնդին, այն ցատկում է հետ։ Պատկերացրեք, որ դուք գցում եք գնդակ պողպատե պատի վրա։ Գնդակը ցատկում է հետ անհավատալի արագությամբ։ Նույն բանն է տեղի ունենում աստղի միջուկիկի հետ։ Այն ցատկում է հետ այնպիսի ուժով, որ ստեղծում է ցնցումային ալիք, որը անցնում է աստղի արտաքին շերտերի միջով։ Այդ ցնցումային ալիքը տանում է իր հետ անհավատալի քանակությամբ էներգիա։ Երբ այն հասնում է աստղի մակերեսին, այն պայթեցնում է աստղի արտաքին շերտերը տիեզերք։ Սա է սուպերնովան։ Մի քանի վայրկյանի ընթացքում սուպերնովան արտադրում է ավելի շատ էներգիա, քան մեր արեգակը կարտադրի իր ամբողջ 10 միլիարդ տարվա կյանքի ընթացքում։ Այն դառնում է ավելի պայծառ, քան ամբողջ գալակտիկան։ Եվ այդ անհավատալի էներգիայի մեջ ինչ-որ բան հրաշալի տեղի է ունենում։ Նեյտրոնները, որոնք արտադրվում են փլուզվող միջուկում, սկսում են բռնվել միջուկների կողմից։ Յուրաքանչյուր անգամ, երբ միջուկը բռնում է նեյտրոն, այն դառնում է ավելի ծանր։ Երկաթը դառնում է կոբալտ, կոբալտը դառնում է նիկել, նիկելը դառնում է պղինձ, եւ այսպես շարունակվում է, ստեղծելով բոլոր տարրերը մինչև ուրան եւ ավելի ծանր։ Այս process-ը կոչվում է R-process, արագ նեյտրոնային բռնում, եւ այն տեղի է ունենում միայն սուպերնովաների ընթացքում։ Յուրաքանչյուր ոսկու ատոմ ձեր մատանու վրա, յուրաքանչյուր արծաթի ատոմ ձեր զարդերում, յուրաքանչյուր ուրանի ատոմ միջուկային ռեակտորում, բոլորն են ստեղծվել սուպերնովայի պայթյունում։ Դրանք ստեղծվել են մահացող աստղի վերջին վայրկյաններում, երբ տիեզերքը ցույց տվեց իր ամենամեծ ուժը։ Սուպերնովայի պայթյունը ցրում է այդ նոր ստեղծված տարրերը տիեզերքում։ Դրանք ճանապարհորդում են միջաստղային տարածության միջով միլիոնավոր տարիներ։ Դրանք խառնվում են ջրածնի եւ հելիումի ամպերի հետ։ Եվ երբ այդ ամպերը փլուզվում են, ստեղծելով նոր աստղեր, դրանք արդեն պարունակում են ծանր տարրեր։ Այս նոր աստղերը կոչվում են բնակչություն 2 կամ բնակչություն 1 աստղեր։ Մեր արեգակը բնակչություն 1 աստղ է։ Երբ մեր արեգակը ձևավորվեց 5 միլիարդ տարի առաջ, այն ձևավորվեց ամպից, որը պարունակում էր ածխածին, թթվածին, երկաթ եւ բոլոր այլ տարրերը։ Այդ տարրերը եկել էին նախորդ սերնդի աստղերից, որոնք մեռել էին որպես սուպերնովաներ։ Եվ երբ արեգակը ձևավորվեց, նույն ամպի մի մասը ձևավորեց մոլորակները։ Երկիրը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է աստղային փոշուց։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում, բացի ջրածնից, ստեղծվել է աստղի ներսում։
կամ սուպերնովայի պայթյունում։ Հիմա պատկերացրեք այս ամբողջ պատմությունը որպես մեկ շարունակական էներգիայի վերափոխում։ Մեծ պայթյունը սկսվեց մաքուր էներգիայով։ Այդ էներգիան սառեցավ կվարկերի մեջ։ Կվարկերը միավորվեցին պրոտոններում և նեյտրոններում։ Պրոտոնները և նեյտրոնները միավորվեցին միջուկներում։ Միջուկները բռնեցին էլեկտրոններ, ստեղծելով ատոմներ։ Ատոմները միավորվեցին մոլեկուլներում։ Մոլեկուլները միավորվեցին բջիջներում։ Բջիջները միավորվեցին օրգանիզմներում։ Եվ օրգանիզմները զարգացրին գիտակցություն։ Յուրաքանչյուր քայլում էներգիան փոխեց ձևը, բայց երբեք չանհետացավ։ Էներգիան, որը սկսվեց մեծ պայթյունում, դեռ այստեղ է։ Այն ձեր մարմնում է, ձեր մտքերում, ձեր երազներում։ Երբ դուք շարժվում եք, դուք օգտագործում եք էներգիա, որը մեկ անգամ եղել է աստղի մաս։ Երբ դուք մտածում եք, ձեր նեյրոնները օգտագործում են էներգիա, որը մեկ անգամ եղել է սուպերնովայի մաս։ Դուք բառացիորեն կազմված եք տիեզերքի պատմությունից, բայց այս պատմությունը դեռ ավելի խորն է։ Մենք խոսեցինք նյութի մասին, ատոմների, պրոտոնների, կվարկերի մասին, բայց տիեզերքում կա ինչ-որ բան, որը շատ ավելի տարածված է, քան նյութը։ Ինչ-որ բան, որը կազմում է տիեզերքի զանգվածի 85%-ը։ Ինչ-որ բան, որը մենք չենք կարող տեսնել, չենք կարող դիպչել, բայց որի ազդեցությունը տեսնում ենք ամենուր։ Սա է մութ նյութը։ Մութ նյութը չի փոխազդում լույսի հետ։ Այն չի արտանետում ֆոտոններ, չի կլանում ֆոտոններ, չի արտացոլում ֆոտոններ։ Այն ամբողջովին անտեսանելի է, բայց այն ունի զանգված, եւ այդ զանգվածը ունի գրավիտացիա։ Մենք գիտենք, որ մութ նյութը գոյություն ունի, որովհետև մենք տեսնում ենք նրա գրավիտացիոն ազդեցությունը։ Գալակտիկաները պտտվում են այնքան արագ, որ դրանք պետք է պառակտվեին, եթե դրանք պարունակեին միայն այն նյութը, որը մենք տեսնում ենք։ Բայց դրանք չեն պառակտվում։ Ինչ-որ բան պահում է դրանց միասին։ Այդ ինչ-որ բանը մութ նյութն է։ Բայց ինչ է մութ նյութը։ Ֆիզիկոսները դեռ չգիտեն։ Դա կարող է լինել նոր տեսակի մասնիկ, որը չի փոխազդում էլեկտրամագնիսական ուժի հետ։ Դա կարող է լինել պարզապես շատ ավելի շատ սովորական նյութ, քան մենք կարծում ենք, բայց այնպիսի ձևով, որը մենք չենք կարող հայտնաբերել։ Կամ դա կարող է լինել ինչ-որ բան ամբողջովին նոր, ինչ-որ բան, որը մենք դեռ չենք պատկերացնում։ Բայց մի բան հստակ է. մութ նյութը կարևոր դեր է խաղացել տիեզերքի էվոլյուցիայում։ Առանց մութ նյութի գրավիտացիայի գալակտիկաները երբեք չէին ձևավորվի, աստղերը երբեք չէին վառվի, մոլորակները երբեք չէին ստեղծվի, եւ կյանքը երբեք չէր հայտնվի։ Մութ նյութը, այս անտեսանելի, անհասկանալի նյութը անհրաժեշտ էր մեր գոյության համար։ Եվ կա դեռ մեկ գաղտնիք։ Տիեզերքը ոչ միայն ընդլայնվում է, այն ընդլայնվում է արագացող տեմպերով։ Ինչ-որ բան հրում է գալակտիկաները ավելի ու ավելի հեռու միմյանցից։ Այդ ինչ-որ բանը կոչվում է մութ էներգիա, եւ այն կազմում է տիեզերքի ընդհանուր էներգիայի 70%-ը։ Մութ էներգիան դեռ ավելի խորհրդավոր է, քան մութ նյութը։ Մենք չգիտենք, թե ինչ է այն։ Մենք չգիտենք, թե որտեղից է այն գալիս։ Մենք միայն գիտենք, որ այն գոյություն ունի եւ որ այն փոխում է տիեզերքի ճակատագիրը։ Այսպիսով, երբ մենք նայում ենք տիեզերքին, մենք տեսնում ենք միայն փոքր մասը։ Սովորական նյութը, ատոմները, աստղերը, գալակտիկաները, դրանք կազմում են տիեզերքի միայն 5%-ը։ Մնացած 95%-ը մութ նյութ եւ մութ էներգիա են։ Մենք ապրում ենք տիեզերքում, որի մեծ մասը անտեսանելի է մեզ համար։ Մենք ինչպես կույրեր ենք, որոնք փորձում են հասկանալ աշխարհը միայն դիպչելով։ Բայց նույնիսկ այն փոքր մասը, որը մենք տեսնում ենք, լցված է հրաշքներով։ Յուրաքանչյուր ատոմ պատմություն է։ Յուրաքանչյուր մոլեկուլ ճանապարհորդություն է 13 միլիարդ տարիների միջով։ Եվ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր կենդանի, յուրաքանչյուր բույս, բոլորն են տիեզերքի միջոցներ, որոնցով նա ճանաչում է ինքն իրեն։ Մենք ոչ թե առանձին էակներ ենք, որոնք դիտում են տիեզերքը։ Մենք տիեզերքն ենք, որը դիտում է ինքն իրեն։ Բայց եկեք վերադառնանք այն հարցին, որը պետք է մեզ տանջի ամենից շատ։ Ինչ է իրականում նյութը։ Մենք ասացինք, որ ատոմները գրեթե ամբողջովին դատարկություն են։ Մենք ասացինք, որ պրոտոնների զանգվածի 99%-ը գալիս է էներգիայից, ոչ թե նյութից։ Բայց եթե մենք խորանանք դեռ ավելի խորը, եթե մենք հարցնենք ոչ թե որտեղից է գալիս զանգվածը, այլ ինչ է զանգվածը, մենք կհայտնաբերենք ինչ-որ բան,
որը կփոխի ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք իրականության մասին։ Քվանտային մեխանիկան ցույց է տվել մեզ, որ մասնիկները ոչ թե փոքրիկ գնդիկներ են, որոնք շարժվում են տարածության միջով։ Դրանք ալիքներ են դաշտերում։ Պատկերացրեք օվկիանոս։ Ալիքը ջրի մի մասը չէ, որը շարժվում է։ Ալիքը տատանում է, որը անցնում է ջրի միջով։ Ջուրը մնում է մոտավորապես նույն տեղում, բայց ալիքը շարժվում է։ Նույն բանն է տեղի ունենում քվանտայինի հետ։ Էլեկտրոնը տատանում է էլեկտրոնային դաշտում։ Ֆոտոնը տատանում է էլեկտրամագնիսական դաշտում։ Կվարկը տատանում է կվարկային դաշտում։ Բայց այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես տարօրինակ։ Այդ դաշտերը ոչ թե դատարկ տարածության մեջ են, դրանք ինքնին են տարածությունը։ Կամ ավելի ճիշտ, դրանք ավելի հիմնարար են, քան տարածությունը։ Տարածությունը, ժամանակը, նյութը, էներգիան, բոլորն են դաշտերի տարբեր դրսևորումներ։ Ամեն ինչ, ինչ գոյություն ունի, ամեն ինչ, ինչ երբևէ կգոյություն ունենա, կազմված է դաշտերի տատանումներից։ 1964 թվականին Փիթեր Հիգսը և մի քանի այլ ֆիզիկոսներ առաջարկեցին գոյության մի նոր դաշտ։ Այս դաշտը, որը հետագայում կոչվեց Հիգսի դաշտ, լցնում է ամբողջ տիեզերքը։ Այն գոյություն ունի ամենուր, յուրաքանչյուր կետում տարածության մեջ, անընդհատ, անվերջ։ Եվ երբ մասնիկները փոխազդում են այդ դաշտի հետ, դրանք ձեռք են բերում զանգված։ Զանգվածը ոչ թե ներհատուկ հատկություն է մասնիկների, զանգվածը փոխազդեցության արդյունք է Հիգսի դաշտի հետ։ Պատկերացրեք, որ դուք քայլում եք դատարկ սենյակում, դուք շարժվում եք ազատ, առանց դիմադրության։ Այժմ պատկերացրեք, որ սենյակը լցվում է մեղրով։ Հիմա, երբ դուք փորձում եք քայլել, դուք զգում եք դիմադրություն։ Մեղրը դանդաղեցնում է ձեզ, այն տալիս է ձեզ արդյունավետ զանգված։ Հիգսի դաշտը գործում է նույն կերպով։ Որոշ մասնիկներ, ինչպիսիք են էլեկտրոնները և կվարկերը, ուժեղ փոխազդում են Հիգսի դաշտի հետ։ Դրանք ձեռք են բերում զանգված։ Այլ մասնիկներ, ինչպիսիք են ֆոտոնները, ընդհանրապես չեն փոխազդում Հիգսի դաշտի հետ։ Դրանք մնում են անզանգված։ 2012 թվականին Մեծ հադրոնային կոլայդերում ֆիզիկոսները վերջապես հայտնաբերեցին Հիգսի բոզոնը, Հիգսի դաշտի տատանումը։ Սա եղավ մարդկության պատմության ամենաթանկ գիտական փորձը։ $10 միլիարդ ծախսվեց 27 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման վրա, որտեղ պրոտոնները արագացվում էին գրեթե լույսի արագությամբ և բախվում միմյանց հետ։ Եվ այդ բախումների մեջ, մի վայրկյանի մի տրիլիոներորդ մասի համար, Հիգսի բոզոնները հայտնվում էին գոյության մեջ նախքան անհետանալը։ Բայց ինչու այս հայտնագործությունը այդքան կարևոր էր։ Որովհետև այն հաստատեց, որ զանգվածը ոչ թե հիմնարար հատկություն է, զանգվածը ծագում է դաշտից։ Եվ եթե զանգվածը ծագում է դաշտից, ապա նյութը ինքնին ոչ թե հիմնարար է։ Նյութը դաշտերի տատանումների հավաքածու է։ Ամեն ինչ, ինչ մենք տեսնում ենք, ամեն ինչ, ինչ մենք դիպչում ենք, ամեն ինչ, ինչ մենք ենք, բոլորն են դաշտերի պարեր։ Հիմա պատկերացրեք սա։ Դուք նստած եք աթոռի վրա։ Դուք զգում եք աթոռի պինդությունը ձեր տակ, բայց իրականում ոչ մի պինդություն չկա։ Ձեր մարմնի ատոմների էլեկտրոնները և աթոռի ատոմների էլեկտրոնները փոխազդում են էլեկտրամագնիսական դաշտի միջոցով։ Դրանք հեռացնում են միմյանց, բայց այդ հեռացումը ինքնին դաշտերի փոխազդեցություն է։ Էլեկտրոնային դաշտի տատանումները ձեր մարմնում փոխազդում են էլեկտրոնային դաշտի տատանումների հետ աթոռում, և այդ փոխազդեցությունը ստեղծում է զգացողություն, որը մենք կոչում ենք պինդություն։ Բայց դաշտերը ինքնին ինչ են։ Սա է հարցը, որը տանում է մեզ դեպի ֆիզիկայի ամենախորը խնդիրները։ Դաշտերը ոչ թե բաներ են, որոնք գոյություն ունեն տարածության մեջ։ Դաշտերը ինքնին են իրականությունը։ Տարածությունը, ժամանակը, նյութը բոլորն են դաշտերի հատկություններ։ Մենք սովորել ենք մտածել, որ տարածությունը դատարկ բեմ է, որի վրա տեղի են ունենում իրադարձություններ։ Բայց քվանտային դաշտերի տեսությունը ցույց է տալիս, որ տարածությունը ինքնին իրադարձություն է։ Տարածությունը դաշտերի փոխազդեցությունների ցանց է, և այդ դաշտերը երբեք չեն հանգստանում։ Նույնիսկ այն, ինչ մենք կոչում ենք դատարկ տարածություն, լցված է քվանտային տատանումներով։ Վիրտուալ մասնիկները անընդհատ հայտնվում են և անհետանում են։ Շլեկտրոն-պոզիտրոն զույգերը ստեղծվում են ոչնչից և անհետանում են մի վայրկյանի մի տրիլիոներորդ մասից պակաս ժամանակում։ Ֆոտոնները փայլում են գոյության մեջ և անմիջապես մարվում են։ Դատարկ տարածությունը ոչ թե դատարկ է, այն եռում է գործունեությամբ։
1948 թվականին Հենդրիկ Կազիմիրը կանխատեսեց տարօրինակ էֆեկտ։ Եթե դուք տեղադրեք երկու մետաղական սալիկներ շատ մոտ միմյանց վակուումում, կվանտային տատանումները կստեղծեն ուժ, որը կմղի սալիկները միմյանց դեպի։ Սա կոչվում է Կազիմիրի էֆեկտ, եւ այն փորձնականորեն հաստատվել է։ Դատարկ տարածությունը կարող է մղել օբյեկտները։ Վակուումը ունի ուժ։ Ոչինչը ոչ թե ոչինչ է, բայց եթե դատարկ ոչինչ է։ Տարածությունը լցված է էներգիայով, ինչու մենք չենք տեսնում այդ էներգիան։ Ինչու վակուումը չունի անհավատալի զանգված։ Պատասխանը կայանում է նրանում, որ քվանտային տատանումները ունեն միջին զրոյական էներգիա։ Դրանք տատանվում են դրական եւ բացասական արժեքների միջև այնպես արագ, որ միջինը 0 է։ Բայց այդ տատանումները դեռ իրական են։ Դրանք կարող են ազդել մասնիկների վրա։ Դրանք կարող են փոխել ֆիզիկական պրոցեսների արդյունքները։ Հիմա եկեք խոսենք ամենատարօրինակ քվանտային երևույթի մասին՝ ներշնչման մասին։ Երբ դուք չափում եք մասնիկի դիրքը, դուք ստիպում եք այն ընտրել մեկ դիրք։ Բայց մինչև չափումը մասնիկը գոյություն ունի բոլոր հնարավոր դիրքերում միաժամանակ։ Այն ներշնչված է։ Այն ալիք է հավանականության, ոչ թե որոշակի կետ։ Եվ միայն երբ դուք դիտում եք այն, ալիքը փլուզվում է մեկ իրականության մեջ։ Սա ոչ թե փիլիսոփայական խոսակցություն է, սա փորձնականորեն հաստատված փաստ է։ Հայտնի երկու ճեղքերի փորձը ցույց է տվել սա անհերքելիորեն։ Երբ դուք արձակում եք էլեկտրոններ մեկ առ մեկ դեպի երկու ճեղքեր, յուրաքանչյուր էլեկտրոն անցնում է երկու ճեղքերով միաժամանակ։ Այն ինքն իր հետ միջամտում է։ Այն ստեղծում է միջամտության նախշ էկրանի վրա։ Բայց եթե դուք փորձեք դիտել, թե որ ճեղքով է անցնում էլեկտրոնը, միջամտության նախշը անհետանում է։ Էլեկտրոնը սկսում է վարվել որպես մասնիկ, ոչ թե որպես ալիք։ Դիտումը փոխում է իրականությունը։ Ոչ թե որովհետև մեր չափիչ սարքերը խանգարում են մասնիկին, այլ որովհետև դիտումը ինքնին ֆիզիկական ակտ է։ Երբ դուք դիտում եք մասնիկը, ձեր դիտողական սարքի դաշտերը փոխազդում են մասնիկի դաշտերի հետ, եւ այդ փոխազդեցությունը ստիպում է մասնիկի ալիքային ֆունկցիան փլուզվել որոշակի վիճակի մի մեջ։ Բայց ով է դիտողը։ Ինչ է դիտումը։ Սա է հարցը, որը տանում է մեզ դեպի գիտակցության խնդիրը։ Որոշ ֆիզիկոսներ հավատում են, որ գիտակցությունը անհրաժեշտ է քվանտային ալիքային ֆունկցիայի փլուզման համար, որ տիեզերքը գոյություն ունի ներշնչված վիճակում, մինչև գիտակցություն չհայտնվի դիտելու համար։ Այլ ֆիզիկոսներ հավատում են, որ ցանկացած փոխազդեցություն, նույնիսկ երկու անգիտակից մասնիկների միջև կարող է հանգեցնել փլուզման, որ գիտակցությունը ոչ մի հատուկ դեր չունի։ Բայց մի բան հստակ է, քվանտային մեխանիկան ցույց է տվել, որ դիտողը եւ դիտվողը չեն կարող բաժանվել։ Մենք ոչ թե անկախ դիտողներ ենք, որոնք նայում են օբյեկտիվ իրականության վրա, մենք մասնակիցներ ենք իրականության ստեղծման մեջ։ Յուրաքանչյուր դիտում, յուրաքանչյուր չափում, յուրաքանչյուր փոխազդեցություն ձևավորում է իրականությունը։ Տիեզերքը ոչ թե ֆիլմ է, որը մենք դիտում ենք։ Տիեզերքը ինտերակտիվ պրոցես է, որում մենք մասնակցում ենք։ Հիմա եկեք խոսենք ամենախորը գաղտնիքի մասին՝ քվանտային ներշնչումը։ Երբ երկու մասնիկներ փոխազդում են, դրանք կարող են դառնալ ներշնչված։ Սա նշանակում է, որ դրանց վիճակները կապված են այնպես, որ մեկի չափումը անմիջապես ազդում է մյուսի վրա, անկախ նրանից, թե որքան հեռու են դրանք միմյանցից։ Եթե դուք չափեք մեկ ներշնչված էլեկտրոնի սպինը եւ հայտնաբերեք, որ այն պտտվում է վերև, դուք անմիջապես կիմանաք, որ մյուս էլեկտրոնը պտտվում է ներքև։ Նույնիսկ եթե մյուս էլեկտրոնը գտնվում է գալակտիկայի մյուս ծայրում։ Այս երևույթը խանգարեց նույնիսկ Էյնշտեյնին։ Նա կոչեց այն ուրվական հեռավոր գործողություն։ Նա հավատում էր, որ քվանտային մեխանիկան անամբողջական է, որ պետք է լինի թաքնված փոփոխականներ, որոնք բացատրում են այս կապը։ Բայց 1964 թվականին Ջոն Բելը ապացուցեց թեորեմ, որը ցույց տվեց, որ ոչ մի թաքնված փոփոխականների տեսություն չի կարող վերարտադրել քվանտային մեխանիկայի կանխատեսումները, եւ փորձերը հաստատեցին քվանտային մեխանիկան։ Ներշնչումը իրական է։ Բայց ինչպես է սա հնարավոր։ Ինչպես կարող են երկու մասնիկներ կապված լինել անմիջապես անկախ հեռավորությունից։ Պատասխանը կայանում է նրանում, որ տարածությունը ոչ թե հիմնարար է։ Մասնիկները ոչ թե առանձին օբյեկտներ են, որոնք գտնվում են տարածության տարբեր կետերում։ Դրանք դաշտերի տատանումներ են, եւ դաշտերը ընդգրկում են ամբողջ տիեզերքը։ Երբ երկու մասնիկներ ներշնչվում են, դրանք դառնում են մեկ դաշտի երկու տատանումներ։
Դրանք ոչ թե երկու առանձին բաներ են, որոնք կապված են։ Դրանք մեկ բանի երկու դրսևորումներ են։ Սա նշանակում է, որ տիեզերքը ավելի փոխկապակցված է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Յուրաքանչյուր մասնիկ, որը երբևէ փոխազդել է մեկ այլ մասնիկի հետ, մնում է ներշնչված այդ մասնիկի հետ։ Եվ քանի որ մեծ պայթյունի ժամանակ բոլոր մասնիկները փոխազդում էին միմյանց հետ, ամբողջ տիեզերքը ներշնչված է։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում կապված է յուրաքանչյուր ատոմի հետ ամենահեռավոր գալակտիկաներում։ Մենք ոչ թե առանձին կղզիներ ենք տիեզերքում, մենք մեկ անբաժանելի ամբողջության մասերն ենք։ Բայց եկեք վերադառնանք էներգիայի հարցին։ Մենք ասացինք, որ պրոտոնի զանգվածի 99%-ը գալիս է գլիոնային դաշտերի էներգիայից։ Բայց որտեղից է գալիս այդ էներգիան։ Պատասխանը կայանում է քվանտային քրոմոդինամիկայում, տեսությունում, որը նկարագրում է ուժեղ միջուկային ուժը։ Երբ կվարկերը փոխազդում են գլիոնների միջոցով, դրանք փոխանակում են էներգիա։ Եվ այդ էներգիան ստեղծում է դաշտ, որը լցնում է պրոտոնի ներսը։ Բայց այստեղ է տարօրինակ մասը։ Որքան ուժեղ է դաշտը, այնքան ավելի շատ էներգիա այն պարունակում է, եւ որքան ավելի շատ էներգիա այն պարունակում է, այնքան ավելի շատ զանգված այն ունի։ Այսպիսով, պրոտոնի զանգվածը գալիս է դաշտի էներգիայից, որը ստեղծվում է կվարկերի փոխազդեցությամբ։ Բայց կվարկերի ինքնին զանգվածը գալիս է Հիգսի դաշտից։ Եվ Հիգսի դաշտի էներգիան գալիս է որտեղից։ Սա է հարցը, որը դեռ չունի ամբողջական պատասխան։ Դաշտերի էներգիան որտեղից է գալիս։ Որոշ տեսություններ առաջարկում են, որ այն գալիս է վակուումից, որ դատարկ տարածությունը ունի էներգիա, եւ դաշտերը փոխազդում են այդ վակուումային էներգիայի հետ։ Այլ տեսություններ առաջարկում են, որ այն գալիս է վակուումից, որ դատարկ տարածությունը ունի էներգիա, եւ դաշտերը փոխազդում են այդ վակուումային էներգիայի հետ։ Այլ տեսություններ առաջարկում են, որ այն գալիս է վակուումից, որ դատարկ տարածությունը ունի էներգիա, եւ դաշտերը փոխազդում են այդ վակուումային էներգիայի հետ։ Այլ տեսություններ առաջարկում են, որ այն գալիս է վակուումից, որ դատարկ տարածությունը ունի էներգիա, եւ դաշտերը փոխազդում են այդ վակուումային էներգիայի հետ։ Այլ տեսություններ առաջարկում են, որ այն գալիս է վակուումից, որ դատարկ տարածությունը ունի էներգիա, եւ դաշտերը փոխազդում են այդ վակուումային էներգիայի հետ։ Այլ տեսություններ առաջարկում են, որ այն գալիս է վակուումից, որ դատարկ տարածությունը ունի էներգիա, եւ դաշտերը փոխազդում են այդ վակուումային էներգիայի հետ։ Այլ տեսություններ առաջարկում են, որ այն գալիս է վակուումից, որ դատարկ տարածությունը ունի էներգիա, եւ դաշտերը փոխազդում են այդ վակուումային էներգիայի հետ։ Այլ տեսություններ առաջարկում են, որ այն գալիս է վակուումից, որ դատարկ տարածություն ինչ 3, եւ նույնը կլինեն վաղը։ Եթե օրենքները փոխվեին ժամանակի հետ, էներգիան չէր պահպանվի։ Նույն կերպ, իմպուլսի պահպանումը համապատասխանում է տարածության տեղաշարժի սիմետրիային։ Ֆիզիկայի օրենքները նույնն են այստեղ եւ 100 միլիոն լուսատարի հեռավորության վրա։ Եվ անկյունային իմպուլսի պահպանումը համապատասխանում է տարածության տեղաշարժի սիմետրիային։ Ֆիզիկայի օրենքները նույնն են այստեղ եւ 100 միլիոն լուսատարի հեռավորության վրա։ Եվ անկյունային իմպուլսի պահպանումը համապատասխանում է տարածության տեղաշարժի սիմետրիային։ Ֆիզիկայի օրենքները նույնն են այստեղ եւ 100 միլիոն լուսատարի հեռավորության վրա։ Եվ անկյունային իմպուլսի պահպանումը համապատասխանում է տարածության տեղաշարժի սիմետրիային։ Ֆիզիկայի օրենքները նույնն են այստեղ եւ 100 միլիոն լուսատարի հեռավորության վրա։ Եվ անկյունային իմպուլսի պահպանումը համապատասխանում է տարածության տեղաշարժի սիմետրիային։ Ֆիզիկայի օրենքները նույնն են այստեղ եւ 100 միլիոն լուսատարի հեռավորության վրա։ Եվ անկյունային իմպուլսի պահպանումը համապատասխանում է տարածության տեղաշարժի սիմետրիային։ Ֆիզիկայի օրենքները նույնն են այստեղ եւ 100 միլիոն լուսատարի հեռավորության վրա։ Եվ անկյունային իմպուլսի պահպանումը համապատասխանում է տարածության տեղաշարժի սիմետրիային։ Ֆիզիկայի օրենքները նույնն են այստեղ եւ 100 թե ինչու սա տեղի ունեցավ։ Ինչ որ բան կոտրեց նյութ հականյութ սիմետրիան մեծ պայթյունից հետո, եւ այդ կոտրումը թույլ տվեց մեզ գոյություն ունենալ։ Կա նաեւ ավելի խորը սիմետրիայի կոտրում։ Հիգսի դաշտը կոտրում է էլեկտրասուստ սիմետրիան։ Շատ բարձր էներգիաներում էլեկտրամագնիսական ուժը եւ թույլ միջուկային ուժը միավորվում են մեկ էլեկտրասուստ ուժի մեջ։ Բայց ցածր էներգիաներում Հիգսի դաշտը կոտրում է այդ սիմետրիան եւ ուժերը բաժանվում են։ Այս սիմետրիայի կոտրումը տալիս է զանգված W եւ Z բոզոններին, որոնք կրում են թույլ միջուկային ուժը։
Եվ այդ զանգվածը անհրաժեշտ է, որպիսի թույլ ուժը լինի կարճ տարածության։ Սիմետրիայի կոտրումը ոչ թե թերություն է տիեզերքում, այն անհրաժեշտ է բարդության համար։ Եթե բոլոր սիմետրիաները պահպանվեին, տիեզերքը կլիներ հարթ և միատեսակ։ Ոչ կառուցվածքներ, ոչ աստղեր, ոչ մոլորակներ, ոչ կյանք։ Սիմետրիայի կոտրումը թույլ է տալիս տարբերությանը հայտնվել, և տարբերությունը թույլ է տալիս բարդությանը զարգանալ։ Հիմա եկեք խոսենք ամենախորհրդավոր դաշտի մասին՝ մութ էներգիայի մասին։ Մենք ասացինք, որ մութ էներգիան կազմում է տիեզերքի ընդհանուր էներգիայի 70%-ը։ Բայց ինչ է այն։ Ամենապարզ բացատրությունը այն է, որ մութ էներգիան վակուումային էներգիա է, որ դատարկ տարածությունը ունի ներհատուկ էներգիա, և այդ էներգիան ստեղծում է հակագրավիտացիոն ազդեցություն, որը արագացնում է տիեզերքի ընդլայնումը։ Բայց այստեղ կա հսկայական խնդիր։ Երբ ֆիզիկոսները հաշվում են վակուումային էներգիան քվանտային դաշտերի տեսությունից, նրանք ստանում են թիվ, որը 120 կարգով ավելի մեծ է, քան դիտվող մութ էներգիան։ Սա կոչվում է տիեզերաբանական հաստատունի խնդիր, և այն ամենամեծ անհամապատասխանությունն է տեսության և դիտարկման միջև ամբողջ ֆիզիկայում։ Ինչ-որ բան սխալ է մեր հասկացողության մեջ։ Կամ քվանտային դաշտերի տեսությունը սխալ է հաշվում վակուումային էներգիան, կամ մութ էներգիան ոչ թե վակուումային էներգիա է, այլ ինչ-որ այլ բան։ Կամ կա մեխանիզմ, որը չեղարկում է վակուումային էներգիայի մեծ մասը, թողնելով միայն փոքր մնացորդ։ Բայց մենք չգիտենք, թե որն է ճիշտ պատասխանը։ Մութ էներգիան խորհրդավոր է, բայց այն նաև հիմնարար է տիեզերքի ճակատագրի համար։ Եթե մութ էներգիան շարունակի արագացնել ընդլայնումը, տիեզերքը կշարունակի սառել և նոսրանալ ընդմիշտ։ Աստղերը կմարեն, գալակտիկաները կցրվեն այնքան հեռու, որ դրանք չեն կարող տեսնել միմյանց, և վերջապես տրիլիոնավոր տարիներ ապագայում տիեզերքը կդառնա սառը, մութ և գրեթե ամբողջովին դատարկ։ Սա կոչվում է ջերմային մահ։ Բայց կան այլ հնարավորություններ։ Եթե մութ էներգիան փոխվի ժամանակի հետ, տիեզերքի ճակատագիրը կարող է լինել այլ։ Եթե մութ էներգիան թուլանա, գրավիտացիան կարող է մվերստին գերակշռել, և տիեզերքը կարող է սկսել կծկվել։ Սա կհանգեցնի մեծ կծկման, մեծ պայթյունի հակառակը։ Ամբողջ տիեզերքը կփլուզվի հետ մեկ կետի մեջ։ Կամ եթե մութ էներգիան ուժեղանա, այն կարող է պատռել տիեզերքը։ Սա կոչվում է մեծ պատռում։ Գալակտիկիկաները կպատռվեն, աստղերը կպատռվեն, մոլորակները կպատռվեն, ատոմները կպատռվեն, և վերջապես տարածությունը ինքնին կպատռվի։ Մենք չգիտենք, թե որն է տիեզերքի ճակատագիրը, բայց մենք գիտենք, որ մութ էներգիան կորոշի այն։ Եվ մենք գիտենք, որ մութ էներգիան կապված է դաշտերի հետ, որոնք լցնում են տիեզերքը։ Ամեն ինչ վերադառնում է դաշտերին։ Նյութը դաշտերի տատանումներ են։ Էներգիան դաշտերի հատկություն է։ Տարածությունը դաշտերի փոխազդեցությունների ցանց է։ Եվ ժամանակը դաշտերի էվոլյուցիան է։ Մենք ապրում ենք դաշտերի տիեզերքում։ Եվ մենք ինքնիս դաշտերի տատանումներ ենք։ Յուրաքանչյուր մտածում, յուրաքանչյուր զգացում, յուրաքանչյուր փորձառություն, բոլորն են էլեկտրաքիմիական ազդանշաններ, որոնք անցնում են նեյրոնների միջով։ Եվ այդ ազդանշանները ինքնիս էլեկտրամագնիսական դաշտերի տատանումներ են։ Մեր գիտակցությունը, մեր ինքնությունը, մեր հոգին, բոլորն են դաշտերի պարեր։ Սա կարող է թվալ նվազեցնող, կարող է թվալ, որ մենք պարզապես ֆիզիկական պրոցեսներ ենք, ոչինչ ավելին։ Բայց ես կարծում եմ, որ դա հակառակն է։ Մենք ոչ թե պարզապես ֆիզիկական պրոցեսներ ենք։ Մենք ամենաբարդ, ամենահրաշալի ֆիզիկական պրոցեսներն ենք, որոնք տիեզերքը երբևէ ստեղծել է։ Մենք տիեզերքի միջոցն ենք, որով նա ճանաչում է ինքն իրեն։ Մենք դաշտերի միջոցն ենք, որոնցով դաշտերը դառնում են գիտակից։ Եվ այդ գիտակցությունը ոչ թե պատահական է, այն անխուսափելի է։ Տիեզերքը, որը սկսվեց պարզ սիմետրիաներով, անխուսափելիորեն էվոլյուցիա է ապրել դեպի բարդություն։ Սիմետրիաները կոտրվեցին, կառուցվածքները ձևավորվեցին, աստղերը վառվեցին, տարրերը ստեղծվեցին, մոլորակները հավաքվեցին, կյանքը հայտնվեց, և գիտակցությունը զարգացավ։ Յուրաքանչյուր քայլ ավելացրեց բարդություն, ավելացրեց տեղեկատվություն, ավելացրեց կարգ։ Բայց ինչպես է սա հնարավոր։ Ինչպես կարող է տիեզերքը դառնալ ավելի կարգավորված, երբ թերմոդինամիկայի երկրորդ օրենքը ասում է, որ էնտրոպիան միշտ աճում է։ Պատասխանը կայանում է նրանում, որ տիեզերքը բաց համակարգ է։ Այն ընդլայնվում է, և այդ ընդլայնումը ստեղծում է նոր տարածություն,
նոր հնարավորություններ կարգի համար։ Տեղական կարգը կարող է աճել, քանի դեռ ընդհանուր էնտրոպիան աճում է։ Կյանքը, գիտակցությունը, մտածողությունը բոլորն են տեղական կարգի կղզիներ էնտրոպիայի ծովում։ Մենք պահպանում ենք մեր կարգը սնվելով էներգիայով արտաքին աղբյուրներից։ Մենք ուտում ենք սնունդ, որը պարունակում է քիմիական էներգիա։ Այդ էներգիան գալիս է բույսերից, որոնք ստացել են այն արեգակից։ Եվ արեգակի էներգիան գալիս է միջուկային ֆուզիայից, որը վերածում է զանգված էներգիայի։ Ամեն ինչ վերադառնում է E, հավասար է mc քառակուսի։ Մենք բառացիորեն սնվում ենք աստղերի լույսով։ Մենք բառացիորեն պահպանում ենք մեր գոյությունը, վերածելով զանգված էներգիայի։ Եվ երբ մենք մտածում ենք, երբ մենք ստեղծում ենք, երբ մենք սիրում ենք, մենք օգտագործում ենք այդ էներգիան, ստեղծելու նոր կարգ, նոր տեղեկատվություն, նոր իմաստ։ Մենք տիեզերքի միջոցն ենք, որով էներգիան վերածվում է գիտակցության։ Բայց հիմա եկեք դադարենք մի պահ։ Եկեք ազնիվ լինենք միմյանց հետ։ Ես գիտեմ, թե ինչ եք մտածում այս պահին։ Դուք մտածում եք, սա ամենը հնչում է որպես գիտական ֆանտաստիկա, դաշտեր, որոնք ստեղծում են իրականությունը, էներգիա, որը վերածվում է գիտակցության։ Ներշնչված մասնիկներ, որոնք կապված են գալակտիկաների միջով։ Սա չի կարող լինել իրական գիտություն։ Եվ ես ձեզ հասկանում եմ կատարյալ կերպով։ Քանի որ 1922 թվականին, երբ Նիլս Բորը և Վերներ Հայզենբերգը առաջին անգամ ներկայացրեցին քվանտային մեխանիկայի այս գաղափարները, ամբողջ գիտական համայնքը արձագանքեց նույն կերպով։ Ալբերտ Էյնշտեյնը, ամենամեծ ֆիզիկոսը իր ժամանակի, մերժեց այս գաղափարները իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա ասաց. Աստված չի խաղում զառեր տիեզերքի հետ։ Նա չէր կարող ընդունել, որ իրականությունը հիմնականում հավանականություն է, ոչ թե որոշակիություն։ Բայց այստեղ է, որ պատմությունը դառնում է հետաքրքիր։ Յուրաքանչյուր փորձ, որը երբևէ կատարվել է, հաստատել է քվանտային մեխանիկան։ Յուրաքանչյուր կանխատեսում, որը քվանտային տեսությունը արել է, ճշգրիտ եղել է։ Երբ ֆիզիկոսները հաշվեցին էլեկտրոնի մագնիսական մոմենտը քվանտային էլեկտրոդինամիկայից, նրանք ստացան թիվ, որը համընկնում էր փորձարարական չափումների հետ 12 տասնորդական նշանների ճշգրտությամբ։ 12 տասնորդական նշաններ։ Սա նման է չափելու երկրից լուսին հեռավորությունը 1 մազի հաստության ճշգրտությամբ։ Քվանտային մեխանիկան ամենաճշգրիտ տեսությունն է, որը մարդկությունը երբևէ ստեղծել է, եւ այն նաեւ ամենատարօրինակն է։ Այն ասում է մեզ, որ իրականությունը ոչ թե այն է, ինչ մենք կարծում ենք, որ նյութը ոչ թե պինդ է, որ մասնիկները ոչ թե փոքրիկ գնդիկներ են, որ դատարկ տարածությունը ոչ թե դատարկ է, եւ որ դիտումը փոխում է իրականությունը։ Այսպիսով, երբ ես ձեզ ասում եմ, որ ձեր մարմնի յուրաքանչյուր ատոմում թաքնված է բավականաչափ էներգիա, որպեսզի սնուցի մեծ քաղաք, սա ոչ թե գերագնահատում է, սա ոչ թե պոեզիա է, սա մաթեմատիկա է, սա ֆիզիկա է։ Սա իրականությունն է, որը հաստատված է հազարավոր փորձերով, որոնք կատարվել են վերջին 100 տարիների ընթացքում։ Եկեք հաշվենք թվերը միասին։ Վերցնենք 1 պրոտոն։ Նրա զանգվածը 1.67 բազմապատկած 10-27 աստիճանի կիլոգրամ է։ Փոքրիկ թիվ, անհավատալի փոքրիկ։ Բայց հիմա բազմապատկենք այն լույսի արագության քառակուսով։ Լույսի արագությունը 30 միլիոն մետր է վայրկյանում։ Քառակուսի դարձրեք այն։ Դուք ստանում եք 9 բազմապատկած 10-16 աստիճանի։ Բազմապատկեք այդ թիվը պրոտոնի զանգվածով, դուք ստանում եք մոտավորապես 15 միլիոն էլեկտրոնվոլտ էներգիա։ 15 միլիոն էլեկտրոնվոլտ։ Սա է էներգիան, որը թաքնված է 1 պրոտոնում։ Հիմա պատկերացրեք, որ ձեր մարմինը պարունակում է մոտավորապես 7 բազմապատկած 10-27 աստիճանի պրոտոններ և նեյտրոններ։ Բազմապատկեք այդ թիվը 15 միլիոն էլեկտրոնվոլտով։ Վերածեք ջուլների։ Դուք ստանում եք մոտավորապես 6 բազմապատկած 18 աստիճանի ջուլ։ 6 բազմապատկած 10-18 աստիճանի ջուլ։ Սա բավականաչափ էներգիա է, որպեսզի սնուցի Նյու Յորք քաղաքը 2 տարի։ Սա բավականաչափ էներգիա է, որպեսզի գոլորշիացնի Միչիգան լիճը։ Սա բավականաչափ էներգիա է, որպեսզի ստեղծի փոքր աստղ։ Եվ այս ամենը թաքնված է ձեր մարմնում, այս պահին։ Երբ դուք կարդում եք այս բառերը, բայց ինչու մենք չենք զգում այդ էներգիան։ Ինչու մենք չենք փայլում, ինչպես արեգակը։ Պատասխանը կայանում է կապի ուժում։ Ուժեղ միջուկային ուժը, որը պահում է կվարկերը միասին պրոտոնների ներսում, այնքան անհավատալի ուժեղ է,
որ մենք չունենք տեխնոլոգիա այն կոտրելու համար։ Մենք կարող ենք բաժանել ատոմները միջուկային ֆիսիայի միջոցով։ Մենք կարող ենք միաձուլել ատոմները միջուկային ֆիսիայի միջոցով, ֆուզիայի միջոցով, բայց մենք չենք կարող բաժանել պրոտոնները։ Մենք չենք կարող ազատել կվարկերը։ Մենք չենք կարող հասանելի դարձնել այդ 99% էներգիան, որը թաքնված է գլյուոնային դաշտերում։ Եվ գուցե սա լավ է, որովհետև եթե մենք կարող էինք, մենք կունենայինք ուժ, որը կարող էր ոչնչացնել մոլորակներ մեկ կտտոցով։ Մենք կունենայինք ուժ, որը կարող էր պատռել տարածության ինքնին հյուսվածքը։ Տիեզերքը պահպանել է այդ էներգիան ամենաուժեղ բանտում, որը գոյություն ունի։ Եվ այդ բանտը երբեք չի բացվում։ Բայց եկեք խորանանք դեռ ավելի խորը։ Եկեք հարցնենք ոչ թե որքան էներգիա կա, այլ ինչու կա էներգիա։ Ինչու տիեզերքը գոյություն ունի։ Ինչու կա ինչ-որ բան, այլ ոչ թե ոչինչ։ Սա հարցն է, որը տանջել է փիլիսոփաներին հազարավոր տարիներ։ Եվ ֆիզիկան սկսում է տալ պատասխան։ Քվանտային մեխանիկան ցույց է տալիս, որ ոչինչ անկայուն է։ Դատարկ տարածությունը, իսկական վակուումը չի կարող մնալ դատարկ։ Քվանտային տատանումները անխուսափելի են։ Վիրտուալ մասնիկները անընդհատ հայտնվում են եւ անհետանում են։ Եվ այդ տատանումները կարող են դառնալ իրական։ Մեծ պայթյունը, որը ստեղծեց մեր տիեզերքը, կարող էր լինել մեկ այդպիսի քվանտային տատանում, որը պատահաբար դարձավ կայուն։ Բայց սա բարձրացնում է դեռ ավելի խորը հարց։ Եթե մեր տիեզերքը ստեղծվեց քվանտային տատանումից, ապա որտեղ տեղի ունեցավ այդ տատանումը։ Պետք է լինի ավելի հիմնարար իրականություն, որտեղ քվանտային դաշտերը գոյություն ունեն։ Որոշ ֆիզիկոսներ կոչում են սա մետավերս, այլ կոչում են սա քվանտային վակուում։ Բայց անկախ անվանումից, գաղափարը նույնն է։ Մեր տիեզերքը կարող է լինել մեկը անհամար տիեզերքներից, որոնք բխում են քվանտային դաշտերից։ Սա կոչվում է բազմատիեզերքի տեսություն։ Եվ թեև այն հնչում է որպես գիտական ֆանտաստիկա, այն իրականում լուրջ գիտական հիպոթեզ է։ Ինֆլյացիայի տեսությունը, որը բացատրում է մեծ պայթյունի առաջին վայրկյանները, բնականաբար հանգեցնում է բազմատիեզերքի։ Եթե ինֆլյացիան տեղի ունեցավ մեկ անգամ, այն կարող է տեղի ունենալ անվերջ անգամներ, ստեղծելով անվերջ տիեզերքներ։ Յուրաքանչյուր այդ տիեզերքներում ֆիզիկայի օրենքները կարող են լինել տարբեր։ Որոշ տիեզերքներում էլեկտրոնները կարող են ավելի ծանր լինել, այլ տիեզերքներում ուժեղ միջուկային ուժը կարող է ավելի թույլ լինել։ Եվ մեծ մասում այդ տիեզերքներից կյանքը անհնար կլինի։ Աստղերը չեն ձևավորվի, ատոմները չեն կայունանա, բարդությունը չի զարգանա։ Բայց մեր տիեզերքում օրենքները ճիշտ են։ Էլեկտրոնի զանգվածը, պրոտոնի լիցքը, լույսի արագությունը, գրավիտացիոն հաստատությունը, բոլոր այս թվերը ճշգրիտ այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն, որպիսի կյանքը հնարավոր լինի։ Եթե էլեկտրոնը մի փոքր ավելի ծանր լիներ, ատոմները չէին կարող ձևավորել մոլեկուլներ։ Եթե ուժեղ միջուկային ուժը մի փոքր ավելի թույլ լիներ, պրոտոնները չէին կարող միանալ միջուկների մեջ։ Եթե գրավիտացիան մի փոքր ավելի ուժեղ լիներ, տիեզերքը կփլուզվեր նախքան աստղերը ձևավորելը։ Սա կոչվում է նուրբ կարգավորման խնդիր։ Ֆիզիկայի հաստատումները թվում են նուրբ կարգավորված կյանքի համար։ Եվ կան 3 հնարավոր բացատրություններ։ Առաջինը, սա պարզապես անհավատալի բախտ է։ Մենք պատահաբար ապրում ենք տիեզերքում, որտեղ հաստատունները ճիշտ են։ Երկրորդը, կա ստեղծող, որը նուրբ կարգավորեց հաստատունները մեր համար։ Երրորդը, կան անհամար տիեզերքներ տարբեր հաստատուններով, եւ մենք անխուսափելիորեն ապրում ենք մեկում, որտեղ հաստատունները թույլ են տալիս մեր գոյությունը։ Ֆիզիկոսները բաժանված են այս հարցի շուրջ։ Որոշները նախընտրում են բազմատիեզերքի բացատրությունը, այլք փնտրում են ամեն ավելի խորը տեսություն, որը կբացատրի, թե ինչու հաստատունները ունեն այն արժեքները, որոնք ունեն։ Բայց բոլորը համաձայն են մեկ բանի վերաբերյալ։ Մենք ապրում ենք անհավատալի հատուկ տիեզերքում։ Տիեզերքում, որը թույլ է տալիս ոչ միայն նյութի գոյությունը, այլ նաև կյանքի, գիտակցության, մտածողության գոյությունը։ Եվ սա բերում է մեզ դեպի ամենախորը հարցը. ինչ է գիտակցությունը։ Ինչպես ատոմները, որոնք ինքնիս անգիտակից են, կարող են միավորվել այնպես, որ ստեղծեն գիտակից էակ։ Ինչպես էլեկտրաքիմիական ազդանշանները նեյրոնների միջև կարող են ստեղծել սուբյեկտիվ փորձառություն։ Ինչպես դաշտերի տատանումները կարող են զգալ, մտածել, սիրել։ Սա կոչվում է գիտակցության դժվար խնդիր։ Եվ այն մնում է անլուծված։
Մենք կարող ենք նկարագրել, թե ինչպես է ուղեղը մշակում տեղեկատվությունը։ Մենք կարող ենք քարտեզագրել նեյրոնային ցանցերը, որոնք ակտիվանում են, երբ մենք մտածում ենք կամ զգում ենք։ Բայց մենք չենք կարող բացատրել, թե ինչու այդ ֆիզիկական process-ները ուղեկցվում են սուբյեկտիվ փորձառությամբ։ Ինչու կա ինչ-որ բան, որը նման է լինելու գիտակից էակ։ Որոշ ֆիզիկոսներ և փիլիսոփաներ առաջարկում են, որ գիտակցությունը հիմնարար է, ինչպես զանգվածը կամ լիցքը, որ այն ոչ թե ծագում է բարդ ֆիզիկական համակարգերից, այլ ներհատուկ հատկություն է տիեզերքի։ Այլ կառաջարկում են, որ գիտակցությունը քվանտային երևույթ է, որ այն ծագում է քվանտային ներշնչումից նեյրոնների միջև։ Դեռ այլք հավատում են, որ գիտակցությունը պարզապես այն է, ինչ զգում է տեղեկատվության մշակումը ներսից։ Բայց անկախ նրանից, թե որն է ճիշտ պատասխանը, մի բան հստակ է. գիտակցությունը իրական է։ Այն գոյություն ունի։ Եվ այն ծագել է տիեզերքից, որը սկսվել է որպես մաքուր էներգիա 13 միլիարդ տարի առաջ։ Ինչ-որ կերպ այդ էներգիան վերափոխվել է նյութի մեջ։ Այդ նյութը կազմավորվել է աստղերի մեջ, այդ աստղերը ստեղծել են ծանր տարրեր, այդ տարրերը հավաքվել են մոլորակների մեջ, այդ մոլորակների վրա հայտնվել է կյանք, և այդ կյանքը զարգացրել է գիտակցություն։ Սա ամենահրաշալի պատմությունն է, որը մենք գիտենք։ Պատմությունը, թե ինչպես տիեզերքը սովորեց ճանաչել ինքն իրեն, և մենք այդ պատմության մասն ենք։ Յուրաքանչյուր ատոմ մեր մարմնում ճանապարհորդել է միլիարդավոր տարիներ հասնելու այստեղ։ Յուրաքանչյուր էլեկտրոն մեր նեյրոններում կրում է էներգիա, որը մեկ անգամ եղել է աստղի մաս։ Յուրաքանչյուր մտածում մեր գլխում օգտագործում է դաշտերի տատանումներ, որոնք հին են, որքան տիեզերքը։ Բայց այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես անհավատալի։ Մենք ոչ միայն կազմված ենք աստղային փոշուց, մենք ոչ միայն սնվում ենք աստղերի էներգիայով, մենք ինքնիս աստղեր ենք։ Յուրաքանչյուր մարդու մարմինը միջուկային ռեակտոր է, ոչ թե այն իմաստով, որ մենք կատարում ենք միջուկային ֆիսիա կամ ֆուզիա, այլ այն իմաստով, որ մեր մարմինների յուրաքանչյուր բջիջ անընդհատ վերափոխում է էներգիա։ Երբ դուք շնչում եք, դուք ներշնչում եք թթվածին։ Այդ թթվածինը մտնում է ձեր բջիջները, այնտեղ այն միանում է գլյուկոզայի հետ, ձեր սննդից, և այդ միացումը արտադրում է ATF, ադենոզին տրիֆոսֆատ։ ATF-ն էներգիայի արժույթն է կյանքի համար։ Յուրաքանչյուր շարժում, որը դուք կատարում եք, յուրաքանչյուր մտածում, որը դուք ունենում եք, յուրաքանչյուր սիրտի բաբախում, բոլորն են սնվում ATF-ով։ Բայց որտեղից է գալիս այդ էներգիան։ Այն գալիս է քիմիական կապերից գլյուկոզայի մեջ։ Եվ այդ կապերը ստեղծվել են բույսերի կողմից ֆոտոսինթեզի միջոցով։ Բույսերը բռնել են ֆոտոններ արեգակից և օգտագործել են այդ էներգիան ստեղծելու գլյուկոզա ածխածնի երկօքսիդից և ջրից։ Այսպիսով, երբ դուք շարժվում եք, դուք օգտագործում եք էներգիա, որը մեկ անգամ եղել է արևի լույս։ Եվ որտեղից է գալիս արևի լույսը։ Այն գալիս է միջուկային ֆուզիայից արեգակի միջուկում։ Յուրաքանչյուր վայրկյան արեգակը վերածում է 4 միլիոն տոննա ջրածին հելիումի, և այդ պրոցեսում զանգվածի փոքր մասը վերածվում է էներգիայի։ E հավասար է mc քառակուսի։ Այդ էներգիան ճառագայթվում իջնում է, E որպես լույս։ Այդ լույսը ճանապարհորդում է 8 րոպե հասնելու երկրին։ Այն բռնվում է բույսերի կողմից։ Այն վերափոխվում է գլյուկոզայի։ Դուք ուտում եք այդ գլյուկոզան։ Եվ դուք օգտագործում եք այդ էներգիան ապրելու, շարժվելու, մտածելու համար։ Այսպիսով, յուրաքանչյուր անգամ, երբ դուք շարժում եք ձեր ձեռքը, դուք օգտագործում եք էներգիա, որը մեկ անգամ եղել է զանգված արեգակի միջուկում։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք մտածում եք մտածում, ձեր նեյրոնները օգտագործում են էներգիա, որը ճանապարհորդել է 90-10 միլիոն կիլոմետր հասնելու ձեզ։ Դուք բառացիորեն սնվում եք աստղերի լույսով։ Դուք բառացիորեն կազմված եք սառեցված արևի լույսից։ Եվ սա ոչ թե մետաֆորա է, սա բառացի ճշմարտություն է։ Ածխածինի ատոմները ձեր մարմնում ստեղծվել են աստղերի ներսում միջուկային ֆուզիայի միջոցով։ Թթվածինի ատոմները ձեր թոքերում ստեղծվել են մեռնող աստղերում։ Երկաթի ատոմները ձեր արյան մեջ ստեղծվել են սուպերնովաների պայթյուններում։ Դուք բառացիորեն աստղային փոշի եք, որը սովորել է մտածել։ Բայց պատմությունը դեռ ավելի խորն է, որովհետև այդ աստղերը, որոնք ստեղծեցին ձեր ատոմները, ինքնից ստեղծվեցին մեծին մեծ պայթյունից։ Եվ մեծ պայթյունը ստեղծվեց քվանտային տատանումից։ Եվ այդ քվանտային տատանումը ծագեց դաշտերից, որոնք լցնում են ամբողջ իրականությունը։ Այսպիսով, երբ դուք հետևում եք էներգիայի շղթան հետ դեպի սկիզբ,
Դուք հասնում եք դաշտերին։ Ամեն ինչ դաշտեր է։ Ամեն ինչ միշտ եղել է դաշտեր։ Եվ այդ դաշտերը երբեք չեն հանգստանում։ Դրանք անընդհատ տատանվում են, անընդհատ փոխազդում են, անընդհատ ստեղծում են նոր նախշեր։ Յուրաքանչյուր մասնիկ, որը հայտնվում է գոյության մեջ, դաշտի տատանում է։ Յուրաքանչյուր ուժ, որը գործում է, դաշտերի փոխազդեցություն է։ Յուրաքանչյուր իրադարձություն, որը տեղի է ունենում, դաշտերի էվոլյուցիա է։ Եվ մենք, գիտակից էակները, մենք դաշտերի ամենաբարդ նախշերն ենք։ Մեր նեյրոնները էլեկտրամագնիսական դաշտերի տատանումներ են։ Մեր մտքերը այդ տատանումների նախշեր են։ Մեր հիշողությունները այդ նախշերի հետքեր են։ Մեր գիտակցությունը այն է, ինչ զգում են այդ նախշերը ներսից։ Բայց եթե մենք դաշտերի նախշեր ենք, ապա մենք ոչ թե առանձին ենք տիեզերքից, մենք տիեզերքի մասն ենք։ Դաշտերը, որոնք կազմում են մեր մարմինները, նույն դաշտերն են, որոնք կազմում են աստղերը, մոլորակները, գալակտիկաները։ Մենք ոչ թե դիտողներ ենք, որոնք նայում են տիեզերքի վրա։ Մենք տիեզերքն ենք, որը նայում է ինքն իր վրա։ Եվ երբ մենք նայում ենք աստղերին, մենք տեսնում ենք մեր անցյալը։ Լույսը, որը հասնում է մեր աչքերին, ճանապարհորդել է միլիոնավոր կամ միլիարդավոր տարիներ։ Մենք տեսնում ենք աստղերը ոչ թե այնպես։ Երբ մենք նայում ենք Անդրոմեդա գալակտիկային, մենք տեսնում ենք այն այնպես, ինչպես այն էր 2.5 միլիոն տարի առաջ։ Երբ մենք նայում ենք ամենահեռավոր գալակտիկաներին, մենք տեսնում ենք դրանք այնպես, ինչպես դրանք էին 13 միլիարդ տարի առաջ, քիչ ժամանակ մեծ պայթյունից հետո։ Այսպիսով, երբ մենք նայում ենք տիեզերքին, մենք նայում ենք ժամանակի մեջ։ Մենք տեսնում ենք պատմությունը, որը տանում է մեզ այստեղ։ Մենք տեսնում ենք աստղերը, որոնք ստեղծեցին մեր ատոմները։ Մենք տեսնում ենք գալակտիկաները, որոնք պարունակում են միլիարդավոր աստղեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ մոլորակներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ կյանք։ Մենք տեսնում ենք տիեզերքը, որը այնքան հսկայական է, որ լույսը պահանջում է միլիարդավոր տարիներ անցնելու մի ծայրից մյուսը։ Եվ այդ ամենի մեջ, այդ անհավատալի անսահմանության մեջ, մենք փոքրիկ կետ ենք։ Մեկ մոլորակ միջին աստղի շուրջ միջին գալակտիկայի ծայրում։ Բայց մենք նաև ավելին ենք, քան պարզապես կետ։ Մենք տիեզերքի միջոցն ենք, որով նա ճանաչում է ինքն իրեն։ Մենք աստղերի միջոցն ենք, որով աստղերը դառնում են գիտակից։ Մենք էներգիայի միջոցն ենք, որով էներգիան սովորում է սիրել։ Եվ սա, վերջապես, է պատասխանը հարցին, որը մենք սկսեցինք։ Ինչու յուրաքանչյուր ատոմ մեր մարմնում պարունակում է այնքան էներգիա։ Ինչու տիեզերքը թաքցրել է այդ էներգիան մեզանից 13 միլիարդ տարի։ Պատասխանը կայանում է նրանում, որ այդ էներգիան ոչ թե թաքնված է, այն միշտ եղել է այստեղ, բաց, տեսանելի, եթե մենք գիտենք, թե որտեղ նայել։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք շարժվում եք, դուք զգում եք այդ էներգիան։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք մտածում եք, դուք օգտագործում եք այդ էներգիան։ Յուրաքանչյուր անգամ, երբ ձեր սիրտը բաբախում է, այն սնվում է այդ էներգիայով։ Էներգիան, որը ստեղծեց տիեզերքը, նույն էներգիան է, որը ստեղծում է ձեր կյանքը։ Դաշտերը, որոնք լցնում են տիեզերքը, նույն դաշտերն են, որոնք կազմում են ձեր մարմինը։ Տիեզերքը, որը սկսվեց որպես մաքուր էներգիա, դարձել է դուք։ Եվ երբ դուք հասկանում եք սա, երբ դուք իսկապես ներքուստ հասկանում եք, որ դուք կազմված եք աստղերից, որ դուք սնվում եք արևի լույսով, որ դուք տիեզերքի մի միջոցն եք, որով նա ճանաչում է ինքն իրեն, ինչ-որ բան փոխվում է։ Դուք այլևս չեք զգում ձեզ փոքր։ Դուք այլևս չեք զգում ձեզ անկապ։ Դուք հասկանում եք, որ դուք մասն եք ինչ-որ անհավատալի մեծի, ինչ-որ բանի, որը սկսվել է 13 միլիարդ տարի առաջ և շարունակվում է այսօր ձեր յուրաքանչյուր շնչառության մեջ։ Սա է գաղտնիքը, որը տիեզերքը թաքցրել է մեզանից։ Ոչ թե որովհետև այն ուզում էր պահել այն գաղտնի, այլ որովհետև մենք դեռ չէինք պատրաստ հասկանալու։ Բայց հիմա վերջապես մենք սկսում ենք տեսնել, մենք սկսում ենք հասկանալ, մենք սկսում ենք ճանաչել, որ մենք ոչ թե առանձին կղզիներ ենք տիեզերքում, մենք տիեզերքն ենք։ Եվ այդ գիտելիքը, այդ հասկացողությունը, այդ ճանաչումը, սա է ամենամեծ հայտնագործությունը, որը մարդկությունը երբևէ կատարել է։ Ոչ թե նոր տեխնոլոգիա, ոչ թե նոր բանաձև, այլ նոր ճանապարհ տեսնելու ինքներս մեզ։ Նոր ճանապարհ հասկանալու մեր տեղը տիեզերքում, նոր ճանապարհ ապրելու որպես այն, ինչ մենք իսկապես ենք։ Աստղերի երեխաներ, էներգիայի տաճարներ, տիեզերքի գիտակցություն։
Բայց եկեք դադարենք մի վերջին անգամ։ Եկեք լինենք ամբողջովին ազնիվ։ Ես պատմեցի ձեզ, որ դուք կազմված եք աստղերից, որ ձեր մարմնի յուրաքանչյուր ատոմում թաքնված է օվկիանոս էներգիա, որ դուք տիեզերքի միջոցն եք, որով նա ճանաչում է ինքն իրեն։ Եվ այս ամենը ճիշտ է, բայց կա ինչ-որ բան, որի մասին ես դեռ չեմ խոսել։ Ինչ-որ բան, որը գուցե ամենակարևորն է։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե ինչ է մութ նյութը։ Մենք չգիտենք, թե ինչ է մութ էներգիան։ Մենք չգիտենք, թե ինչ է գիտակցությունը։ Մենք չգիտենք, թե ինչու տիեզերքը գոյություն ունի։ Մենք չգիտենք, թե արդյոք կան այլ տիեզերքներ։ Մենք չգիտենք, թե արդյոք կա կյանք այլ մոլորակների վրա։ Մենք չգիտենք, թե ինչ տեղի ունեցավ մեծ պայթյունից առաջ։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի տիեզերքի վերջում։ Եվ գուցե սա ամենահրաշալի մասն է, որովհետև պատկերացրեք, եթե մենք գիտենայինք ամեն ինչ, եթե ֆիզիկան ավարտված լիներ, եթե բոլոր հարցերը պատասխանված լինեին, եթե տիեզերքը այլևս գաղտնիքներ չունենար։ Ինչպիսին կլիներ այդ աշխարհը։ Կարծում եմ ավելի աղքատ, կարծում եմ ավելի փոքր, կարծում եմ ավելի քիչ հրաշալի։ Գաղտնիքները ոչ թե թերություններ են մեր գիտելիքում, դրանք հրավերներ են, դրանք դռներ են դեպի նոր հասկացողություն։ Յուրաքանչյուր անպատասխան հարց հնարավորություն է հայտնաբերության համար։ Յուրաքանչյուր խորհուրդ տարածություն է զարմանքի համար։ Եկեք խոսենք մութ նյութի մասին։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի։ Մենք տեսնում ենք նրա գրավիտացիոն ազդեցությունը գալակտիկաների վրա։ Մենք չափում ենք նրա ազդեցությունը տիեզերքի ընդլայնման վրա։ Բայց մենք չգիտենք, թե ինչ է այն։ Գուցե դա նոր տեսակի մասնիկ է, որը փոխազդում է միայն գրավիտացիայի միջոցով։ Գուցե դա պարզապես շատ ավելի շատ սովորական նյութ է, քան մենք կարծում ենք, բայց այնպիսի ձևով, որը մենք չենք կարող հայտնաբերել։ Գուցե դա ինչ-որ բան ամբողջովին նոր է, ինչ-որ բան, որը մենք դեռ չենք պատկերացնում։ Եվ մութ էներգիան դեռ ավելի խորհրդավոր է։ Մենք գիտենք, որ այն արագացնում է տիեզերքի ընդլայնումը։ Բայց մենք չգիտենք, թե ինչու։ Գուցե դա վակուումային էներգիա է, դատարկ տարածության ներհատուկ հատկություն։ Գուցե դա նոր դաշտ է, որը լցնում է տիեզերքը։ Գուցե դա նշան է, որ մեր հասկացողությունը գրավիտացիայի մասին սխալ է մեծ տարածությունների վրա։ Գուցե դա ինչ-որ բան, որի մասին մենք դեռ չենք երազել։ Բայց ամենախորը գաղտնիքը գիտակցությունն է։ Ինչպես ատոմները, որոնք ինքնից անգիտակից են, կարող են միավորվել այնպես, որ ստեղծեն սուբյեկտիվ փորձառություն։ Ինչպես էլեկտրաքիմիական ազդանշանները կարող են զգալ ինչ-որ բան։ Ինչպես դաշտերի տատանումները կարող են ունենալ ներքին կյանք։ Որոշ գիտնականներ հավատում են, որ գիտակցությունը կծագի բարդ համակարգերից, որ երբ դուք ունես բավականաչափ նեյրոններ, որոնք կապված են ճիշտ կերպով, գիտակցությունը պարզապես հայտնվում է։ Այլք հավատում են, որ գիտակցությունը հիմնարար է, հիմնական հատկություն տիեզերքի, ինչպես զանգվածը կամ էներգիան։ Դեռ այլք հավատում են, որ գիտակցությունը քվանտային երևույթ է, որ այն ծագում է քվանտային ներշնչումից։ Բայց ճշմարտությունը մենք չգիտենք։ Եվ գուցե մենք երբեք չկիմանանք։ Գուցե գիտակցությունը այնպիսի բան է, որը չի կարող ամբողջովին բացատրվել արտաքինից։ Գուցե միակ ճանապարհը հասկանալու գիտակցությունը լինելն է գիտակից։ Եվ սա բերում է մեզ դեպի ավելի խորը հարց։ Արդյոք կա սահման նրան, ինչ մենք կարող ենք իմանալ։ Արդյոք կան հարցեր, որոնք սկզբունքորեն անպատասխան են։ Արդյոք կան գաղտնիքներ, որոնք տիեզերքը երբեք չի բացահայտի։ Կարծում եմ այո։ Կարծում եմ կան սահմաններ գիտելիքի։ Ոչ թե որովհետև մենք բավականաչափ խելացի չենք, այլ որովհետև որոշ հարցեր գերազանցում են լեզվի, տրամաբանության, նույնիսկ մաթեմատիկայի սահմանները։ Վերցրեք մեծ պայթյունը։ Մենք կարող ենք հետևել տիեզերքի պատմությանը հետ դեպի առաջին վայրկյանի առաջին միկրովայրկյանը։ Բայց ինչ տեղի ունեցավ դրանից առաջ։ Հարցը գուցե իմաստ չունի, որովհետև առաջ ենթադրում է ժամանակ, և ժամանակը սկսվեց մեծ պայթյունով։ Հարցնել, թե ինչ եղավ մեծ պայթյունից առաջ, նման է հարցնելուն, թե ինչ կա հյուսիսային բևեռից հյուսիս։ Հարցը ինքնին կոտրվում է։ Կամ վերցրեք տիեզերքի ծայրը։ Եթե տիեզերքը վերջավոր է, ինչ կա դրա ծայրից դուրս։ Եթե այն անվերջ է, ինչպես կարող է ինչ-որ բան լինել անվերջ։
Մեր ուղեղները էվոլյուցիա են ապրել, հասկանալու միջին չափի օբյեկտները միջին արագություններով։ Մենք չենք էվոլյուցիա ապրել, հասկանալու անվերջությունը կամ քվանտային տարօրինակությունը կամ տիեզերքի ծագումը։ Բայց սա ոչ թե պարտություն է, սա խոնալություն է։ Եվ խոնալությունը ոչ թե թուլություն է, այն իմաստություն է։ Որովհետև երբ մենք ընդունում ենք, որ մենք չգիտենք, մենք բացում ենք ինքներս մեզ զարմանքի համար։ Երբ մենք դադարում ենք պնդել, որ ունենք բոլոր պատասխանները, մենք սկսում ենք տեսնել հարցերի գեղեցկությունը։ Երբ մենք ընդունում ենք գաղտնիքը, մենք սկսում ենք ապրել խորհրդի մեջ։ Եվ խորհուրդը ոչ թե բացակայություն է գիտելիքի, խորհուրդը ներկայություն է ինչ-որ բանի, որը գերազանցում է գիտելիքը, ինչ-որ բանի, որը ավելի խորն է, քան փաստերը, ինչ-որ բանի, որը դիպչում է մեզ այնպիսի մակարդակում, որը բառերը չեն կարող հասնել։ Հիմա եկեք վերադառնանք այնտեղ, որտեղ սկսեցինք։ Հիշում եք առաջին հարցը։ Ինչու յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում պարունակում է այնքան էներգիա։ Հիմա մենք գիտենք պատասխանը։ Որովհետև այդ ատոմները ոչ թե պինդ օբյեկտներ են, երեն, դրանք դաշտերի տատանումներ են։ Եվ այդ դաշտերը լցված են էներգիայով, որը հին է, որքան տիեզերքը, էներգիայով, որը մեկ անգամ եղել է մաքուր լույս մեծ պայթյունում։ Բայց հիմա մենք կարող ենք հարցնել ավելի խորը հարց. ինչու մենք գոյություն ունենք։ Ինչու տիեզերքը անցավ այն ամբողջ ջանքը, ստեղծելու աստղեր, մոլորակներ, կյանք, գիտակցություն։ Ինչու էներգիան վերափոխվեց նյութի, նյութը կյանքի, կյանքը մտածողության։ Եվ այստեղ, վերջապես, մենք հասնում ենք սահմանին։ Սահմանին նրա, ինչ գիտությունը կարող է պատասխանել, որովհետև ինչու հարցերը վերջապես դառնում են փիլիսոփայական։ Գիտությունը կարող է պատասխանել ինչպես։ Այն կարող է ասել մեզ, թե ինչպես աստղերը ձևավորվեցին, ինչպես կյանքը էվոլյուցիա ապրեց, ինչպես գիտակցությունը ծագեց։ Բայց ինչու հարցը, վերջնական նպատակը, վերջնական իմաստը, սա գերազանցում է գիտության սահմանները։ Բայց գուցե դա լավ է։ Գուցե որոշ հարցեր պետք է մնան անպատասխան։ Գուցե որոշ գաղտնիքներ պետք է մնան գաղտնի, որովհետև այդ գաղտնիքներն են, որոնք պահում են մեզ զարմացած։ Այդ հարցերն են, որոնք պահում են մեզ փնտրող։ Այդ խորհուրդն է, որը պահում է մեզ կենդանի։ Պատկերացրեք, որ դուք նստած եք ձեր տանը այսօր։ Դուք նայում եք ձեր ձեռքին։ Դուք տեսնում եք մաշկ, մկաններ, ոսկորներ, բայց հիմա դուք գիտեք ճշմարտությունը։ Այդ մաշկը կազմված է բջիջներից։ Այդ բջիջները կազմված են մոլեկուլներից։ Այդ մոլեկուլները կազմված են ատոմներից։ Այդ ատոմները գրեթե ամբողջովին դատարկություն են։ Եվ այդ փոքրիկ միջուկները, որոնք պարունակում են ատոմի ամբողջ զանգվածը, ինքնից կազմված են կվարկերից, որոնք լողում են գլյուոնային դաշտերի ծովում։ Եվ այդ դաշտերը պարունակում են էներգիա, անհավատալի քանակությամբ էներգիա, բավականաչափ էներգիա, որպեսզի սնուցի մեծ քաղաք։ Բայց ավելին, այդ ատոմները ոչ թե ստեղծվել են երկրի վրա, դրանք ստեղծվել են աստղերի ներսում, միլիարդավոր տարիներ առաջ։ Ածխածինի ատոմները ձեր մարմնում ստեղծվել են աստղի միջուկում, որտեղ ջերմաստիճանը հասնում էր 10 միլիոն աստիճանի։ Երկաթի ատոմները ձեր արյան մեջ ստեղծվել են սուպերնովայի պայթյունում, որտեղ մեկ աստղ ավելի պայծառ էր, քան ամբողջ գալակտիկան։ Եվ այդ աստղերը ինքնից ստեղծվել են ջրածնից և հելիումից, որոնք ստեղծվել են մեծ պայթյունում։ Եվ մեծ պայթյունը ստեղծվել է քվանտային տատանումից։ Եվ այդ տատանումը ծագել է դաշտերից, որոնք լցնում են ամբողջ իրականությունը։ Այսպիսով, երբ դուք նայում եք ձեր ձեռքին, դուք նայում եք 11-13 միլիարդ տարվա պատմության վրա։ Դուք նայում եք տիեզերքի ճանապարհորդության վրա, մաքուր էներգիայից դեպի աստղեր, աստղերից դեպի տարեր, տարերից դեպի մոլորակներ, մոլորակներից դեպի կյանք, կյանքից դեպի գիտակցություն։ Դուք նայում եք ինքներդ ձեզ վրա։ Եվ ինքներդ ձեզ վրա նայելով, դուք տիեզերքն եք, որը նայում է ինքնիդ վրա։ Բայց ահա ինչ է ամենահրաշալին։ Այս պատմությունը դեռ չի ավարտվել։ Դուք ոչ թե վերջնական արտադրանք եք, դուք մեկ քայլ եք անվերջ ճանապարհորդության մեջ։ Տիեզերքը շարունակում է էվոլյուցիա ապրել, աստղերը շարունակում են ստեղծել նոր տարրեր, մոլորակները շարունակում են ձևավորվել, կյանքը շարունակում է զարգանալ, գիտակցությունը շարունակում է ընդլայնվել, և դուք մասն եք այդ պրոցեսի։ Յուրաքանչյուր մտածում, որը դուք ունենում եք, յուրաքանչյուր ընտրություն, որը դուք կատարում եք, յուրաքանչյուր գործողություն, որը դուք ձեռնարկում եք,
բոլորն են ձևավորում տիեզերքի ապագան։ Դուք ոչ թե պասիվ դիտող եք, դուք ակտիվ մասնակից եք։ Դուք տիեզերքի միջոցն եք, որով նա ստեղծում է ինքն իրեն։ Եվ սա տալիս է մեզ պատասխանականություն։ Եթե մենք իսկապես տիեզերքի մասն ենք, եթե մենք իսկապես կազմված ենք աստղերից, եթե մենք իսկապես կրում ենք 13 միլիարդ տարվա էվոլյուցիան մեր ներսում, ապա մենք պարտավոր ենք ապրել այդ ճշմարտությանը համապատասխան։ Մենք պարտավոր ենք վերաբերվել միմյանց այնպես, ինչպես ինչ որ մենք ենք, տիեզերքի մասեր։ Մենք պարտավոր ենք վերաբերվել այս մոլորակին այնպես, ինչպես ինչ որ այն է, մեր տուն, միակ տեղը տիեզերքում, որտեղ մենք գիտենք, որ կյանքը գոյություն ունի։ Մենք պարտավոր ենք վերաբերվել կյանքին այնպես, ինչպես ինչ որ այն է, մեր տուն, միակ տեղը տիեզերքում, որտեղ մենք գիտենք, որ կյանքը գոյություն ունի։ Մենք պարտավոր ենք վերաբերվել կյանքին այնպես, ինչպես ինչ որ այն է, մեր տուն, միակ տեղը տիեզերքում, որտեղ մենք գիտենք, որ կյանքը գոյություն ունի։ Մենք պարտավոր ենք վերաբերվել կյանքին այնպես, ինչպես ինչ որ այն է, մեր տուն, միակ տեղը տիեզերքում, որտեղ մենք գիտենք, որ կյանքը գոյություն ունի։ Մենք պարտավոր ենք վերաբերվել կյանքին այնպես, ինչպես ինչ որ այն է, մեր տուն, միակ տեղը տիեզերքում, որտեղ մենք գիտենք, որ կյանքը գոյություն ունի։ Մենք պարտավոր ենք վերաբերվել կյանքին այնպես, ինչպես ինչ որ այն է, մեր տուն, միակ տեղը տիեզերքում, որտեղ մենք գիտենք, որ կյանքը գոյություն ունի։ Մենք պարտավոր ենք վերաբերվել կյանքին այնպես, ինչպես ինչ որ այն է, մեր տուն, միակ տեղը տիեզերքում, որտեղ մենք գիտենք, որ կյանքը գոյություն ունի։ Մենք պարտավոր ենք վերաբերվել կյանքին այնպես, ինչպես ինչ որ այն է, մեր տուն, միակ տեղը տիեզերքում, որտեղ մենք գիտենք, որ կյանքը գոյություն ունի։ Ինչ մեզ դարձնում է մարդ։ Բայց մենք նաև ավելին ենք, քան մարդ։ Մենք տիեզերքն ենք։ Յուրաքանչյուր ատոմ մեր մարմնում ճանապարհորդել է միլիարդավոր տարիներ, հասնելու այստեղ։ Յուրաքանչյուր էլեկտրոն մեր նեյրոններում կրում է էներգիա, որը հին է, որքան ժամանակը։ Յուրաքանչյուր մտածում մեր գլխում օգտագործում է դաշտերի տատանումներ, որոնք լցնում են ամբողջ տիեզերքը։ Մենք ոչ թե տիեզերքում ենք, մենք տիեզերքն ենք։ Մենք ոչ թե կազմված ենք աստղային փոշուց, մենք աստղային փոշին ենք, որը սովորել է երգել։ Եվ երբ մենք մահանանք, մեր ատոմները չեն անհետանա, դրանք պարզապես կվերադառնան տիեզերք, դրանք կդառնան հող, օդ, ջուր։ Դրանք կդառնան ծառերի մաս, ծաղիկների մաս, այլ կենդանիների մաս։ Դրանք կշարունակեն ճանապարհորդությունը, որը սկսվել է 13 միլիարդ տարի առաջ և կշարունակվի, քանի դեռ տիեզերքը գոյություն ունի։ Էներգիան, որը կազմում է մեզ, անմահ է։ Ոչ թե այն իմաստով, որ մենք անհատապես կապրենք ընդմիշտ, այլ այն իմաստով, որ էներգիան, որը մեկ անգամ եղել է մենք, երբեք չի անհետանա։ Այն միայն կփոխի ձևը, կվերափոխվի, կդառնա ինչ-որ նոր բան։ Եվ գուցե միլիարդավոր տարիներ ապագայում, երբ մեր արեգակը մարած լինի, երբ երկիրը սառած լինի, երբ մարդկությունը վաղուց անհետացած լինի, այդ ատոմները, որոնք մեկ անգամ եղել են մենք, կգտնվեն նոր աստղի շուրջ, նոր մոլորակի վրա, նոր կյանքի ձևի մեջ։ Եվ գուցե այդ նոր կյանքը նույնպես կսովորի զարմանալ, նույնպես կսովորի հարցնել, նույնպես կսովորի սիրել։ Սա է տիեզերքի ցիկլը՝ ծնունդ, կյանք, մահ, վերածնունդ։ Էներգիայից դեպի նյութ, նյութից դեպի կյանք, կյանքից դեպի գիտակցություն, գիտակցությունից հետ էներգիա։ Անվերջ ցիկլ, անվերջ պար, անվերջ վերափոխում։ Եվ մենք այդ պարի մասն ենք, ոչ թե դիտողներ, ոչ թե ականատեսներ, այլ պարողներ։ Մենք տիեզերքն ենք, որը պարում է ինքն իր հետ։ Այսպիսով, երբ դուք նայում եք գիշերային երկնքին և տեսնում եք աստղերը, հիշեք սա. այդ աստղերը ոչ թե հեռավոր լույսեր են, դրանք ձեր ընտանիքն են, դրանք ձեր նախնիներն են, դրանք ստեղծեցին ատոմները, որոնք հիմա կազմում են ձեր մարմինը։ Դուք բառացիորեն աստղերի երեխաներն եք, և երբ դուք զգում եք արևի ջերմությունը ձեր դեմքի վրա, հիշեք սա. այդ ջերմությունը գալիս է միջուկային ֆուզիայից, այն գալիս է զանգվածի վերափոխումից էներգիայի։ E հավասար է mc քառակուսի։ Դուք զգում եք այն բանաձևը, որը կառավարում է տիեզերքը։ Դուք զգում եք այն էներգիան, որը ստեղծեց ամեն ինչ։ Եվ երբ դուք շարժում եք ձեր ձեռքը,
Երբ դուք մտածում եք մտածում, երբ դուք զգում եք սեր, հիշեք սա։ Դուք օգտագործում եք էներգիա, որը հին է, որքան տիեզերքը։ Դուք օգտագործում եք դաշտերի տատանումներ, որոնք լցնում են ամբողջ իրականությունը։ Դուք տիեզերքի միջոցն եք, որով նա ապրում է, շարժվում է, սիրում է։ Սա է գաղտնիքը, որը տիեզերքը թաքցրել է մեզանից 13 միլիարդ տարի։ Ոչ թե որովհետև այն ուզում էր պահել այն գաղտնի, այլ որովհետև մենք պետք է անցնեինք ճանապարհորդությունը հասկանալու համար։ Մենք պետք է սովորեինք ատոմների մասին, աստղերի մասին, դաշտերի մասին։ Մենք պետք է զարգացնեինք գիտությունը, մաթեմատիկան, տեխնոլոգիան։ Մենք պետք է դառնայինք բավականաչափ խելացի տեսնելու ճշմարտությունը։ Եվ ճշմարտությունը սա է։ Դուք ոչ թե փոքրիկ, անկապ, անկարևոր էակ եք, որը կորած է անսահման տիեզերքում։ Դուք տիեզերքն եք։ Դուք աստղերն եք։ Դուք էներգիան եք։ Դուք գիտակցությունն եք։ Դուք սերն եք։ Եվ յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում, յուրաքանչյուր մտածում ձեր գլխում, յուրաքանչյուր զգացում ձեր սրտում, բոլորն են տիեզերքի միջոցներ, ճանաչելու ինքն իրեն, սիրելու ինքն իրեն, ստեղծելու ինքն իրեն։ Գուցե հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե գաղտնիքները ավելի գեղեցիկ են, քան բացահայտումները։ Գուցե չգիտենալը ավելի իմաստուն է, քան կեղծ վստահությունը։ Բայց մի բան մենք գիտենք վստահորեն. մենք այստեղ ենք։ Մենք գոյություն ունենք։ Մենք կենդանի ենք։ Եվ այդ ինքնին հրաշք է։ Անհավատալի, անհավանական, անբացատրելի հրաշք։ Այսպիսով ապրեք, սիրեք, զարմացեք, հարցրեք, ստեղծեք, երազեք, որովհետև դուք տիեզերքի միջոցն եք, որով նա անում է այս ամենը։ Դուք աստղերի միջոցն եք, որով աստղերը երգում են։ Դուք էներգիայի միջոցն եք, որով նա անում է այս ամենը։ Դուք աստղերի միջոցն եք, որով աստղերը երգում են։ Դուք էներգիայի միջոցն եք, որով նա անում է այս ամենը։ Դուք աստղերի միջոցն եք, որով աստղերը երգում են։ Դուք էներգիայի միջոցն եք, որով նա անում է այս ամենը։ Դուք, որով էներգիան դառնում է սեր։ Եվ երբ դուք փակում եք ձեր աչքերը գիշերը, երբ դուք մտածում եք այս ամենի մասին, հիշեք սա։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում պարունակում է օվկիանոս էներգիա։ Բավականաչափ էներգիա, որպիսի սնուցի մեծ քաղաք։ Բավականաչափ էներգիա, որպիսի լուսավորի մութ գիշերը։ Բավականաչափ էներգիա, որպիսի փոխի աշխարհը։ Այդ էներգիան միշտ եղել է այստեղ։ Այն միշտ կլինի այստեղ։ Այն հին է, որքան տիեզերքը, եւ երիտասարդ է, որքան ձեր հաջորդ շնչառությունը։ Դուք այդ էներգիան եք, եւ այդ էներգիան դուք եք։ Եվ սա, վերջապես, է պատասխանը հարցին, որը մենք երբեք չպետք է դադարեցնենք հարցնելուց. ո՞վ ենք մենք։ Մենք